Միլիոնատիրոջ մայրը լուռ աղաչում էր, որ հարսը դադարեցնի նվաստացումները։ Տան սպասուհին, լինելով այդ ամենի ականատեսը, վտանգեց ամեն ինչ նրան պաշտպանելու համար։ Բայց այն, ինչին ոչ ոք չէր սպասում, որդու վերադարձն էր հենց ամենաթեժ պահին։ Ներս մտնելով հյուրասենյակ, նա տեսնում է այդ տեսարանը, գետնին ընկած մարզափայտը պատմում է ամեն ինչ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին մեկնաբանություններում գրել, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Իսկ մենք շարունակում ենք։ Երանի էլիտար թաղամասերից մեկում, որտեղ շենքերը վեր էին խոյանում ապակե բետոնե ամրոցների պես, պաշտպանելով իրենց բնակիչներին մայրաքաղաքի քաոսից, կար մի պենթհաուս, որը կեսօրվա արի տակ փայլում էր նույն ուժգնությամբ, ինչ նրա չհրկիզվող պահարաններում պահվող զարդերը։ Այնտեղ յուրաքանչյուր իր պատմում էր հաջողության մի պատմություն, յուրաքանչյուր ներմուծված կահույք շշնջում էր միջազգային ճամփորդությունների մասին, իսկ պատերից կախված յուրաքանչյուր կտավ փառաբանում էր մի ընտանիքի հաջողությունը, որը սովորել էր հավակնությունները վերածել հարստության։ Բայց այդ անթերի ճակատի հետում, որտեղ լռությունը գնվում էր ոսկու գնով, իսկ վուշե վարագույրները փակում էին ոչ միայն լույսը, այլ արտաքին աշխարհի հետաքրքրասեր հայացքները, կային գաղտնիքներ, որոնք ոչ մի փող չէր կարող լիովին թաքցնել։ Մարիամ Սարգսյանը 28 տարեկան էր, երբ առաջին անգամ անցավ այդ պենթհաուսի նախասրահով, ձեռքին ունենալով միայն մի հին ճամպրուկ հույսով լի սիրտ։ Գալով Սյունիքի մարզից, նա թողել էր իր պարզ կյանքը Գորիսում, որտեղ քարե փողոցները դարավոր պատմություններ էին պատմում, որտեղ բոլորը միմյանց անունով էին ճանաչում։ Մայրաքաղաքը նրան ընդունեց սառնությամբ, ինչպես ընդունում էր միլիոնավոր այլ մարդկանց, ովքեր գալիս էին հնարավորություն փնտրելու։ Բայց Մարիամը նման չէր մյուսներին։ Նա ուներ մի հազվագյուտ շնորհ այդ դիմակների աշխարհում, մարդկանց կեղծ դիմակների հետում իրականությունը տեսնելու բնածին կարողությունը։ Տիկին Հասմիկ Ավետիսյանը 73 տարեկան էր, ուներ մի պատմություն, որը քչերին էր լիովին հայտնի։ Ծնված լինելով Գյումրու ավանդապաշտ ընտանիքներից մեկում, նա երիտասարդ տարիքում ամուսնացել էր մի գործարարի հետ, նրա կողքին կառուցել մի կայսրություն, որը դիմակայել էր տնտեսական ճգնաժամերին, քաղաքական փոփոխություններին, ֆինանսական փոթորիկներին։ Արդեն 15 տարի այրի լինելով, նա այդ բնակարանի ամրության մեջ տեսնում էր ոչ միայն տասնամյակների աշխատանքի արդյունքը, այլ մի սիրո մշտական հիշողությունը, որն այլս չէր ջերմացնում նրա գիշերները։ Նրա սպիտակ մազերը միշտ խնամքով հավաքված էին նրբագեղ հյուսքով, իսկ կապույտ աչքերը, որոնք մի ժամանակ փայլում էին մեծ երազանքներ ունեցողի եռանդով, հիմա կրում էին չափազանց շատ ապրած չափազանց քիչ վստահած մարդու հոգնությունը։ Առաջին իսկ օրերին Մարիամն արագ սովորեց այդ տան չգրված կանոնները։ Նա գիտեր, որ գլխավոր միջանցքի իտալական մարմարե հատակը մատնում էր յուրաքանչյուր ծանր քայլ, որ աշխատասենյակի դուռը թեթակի ճռռում էր կամաց բացելիս, որ տիկին Հասմիկի սենյակից միշտ լավանդայի միայնության հոտ էր գալիս։ Նա իմացավ, որ տանտիրուհին սիրում էր կանաչ թեյ խմել ցերեկվա ժամը 3-ին, նախընտրում էր բաց պատուհանները, նույնիսկ ցուրտ օրերին սիրում էր լսել պատմություններ գյուղական կյանքի մասին։ Ասես Մարիամի յուրաքանչյուր պատմությունը մի պատուհան էր դեպի մի աշխարհ, որը նա վաղուց կորցրել էր։ Առօրյան բնականոն հունի մեջ մտավ։ Մարիամն արթնանում էր առավոտյան ժամը 6-ին, պատրաստում էր նախաճաշն այնպիսի խնամքով, ինչպես անում են նրանք, ովքեր գիտեն, որ փոքրիկ ժեստերը մեծ իմաստ են կրում։ Դասավորում էր տիկին Հասմիկի դեղերը ըստ ժամերի, կեսօրից հետո ժամանակ էր տրամադրում զրույցների, որոնք դուրս էին տանտիրուհի-սպասուհի պաշտոնական հարաբերություններից։ Նրանք խոսում էին հին բաղադրատոմսերի, քաղաքի փոփոխությունների, այն մասին, թե ինչպես է ժամանակն այլ կերպ ընթանում, երբ կողքիդ մարդ կա։ Եվ տիկին Հասմիկը կամաց-կամաց սկսեց ավելի շատ ժպտալ, ավելի քիչ վախով քայլել, ընդարձակ սենյակներով զգալ, որ այդ տունը նորից օջախ է դառնում։ Էդմոն Ավետիսյանը, տիկին Հասմիկի միակ որդին, 45 տարեկան տղամարդ էր, ով իր ուսերին էր կրում դժվարին ժամանակներում գործարար կայսրությունը պահպանելու բեռը։ Բարձրահասակ, նրբագեղ կազմվածքով, քունքերի մոտ ճերմակած մազերով, որոնք նրան լրջություն էին հաղորդում, նա իր ժամանակը բաժանում էր անվերջանալի հանդիպումների, գործուղումների, երբեք չավարտվող հեռախոսազանգերի միջ։ Մարիամը նրան քիչ էր տեսնում, սովորաբար կարճատ հանգստյան օրերին, երբ նա գալիս էր մոր հետ ճաշելու, միշտ հեռախոսը ստուգելով, միշտ շտապելով, միշտ մտքերով այլ տեղում։ Բայց Մարիամը նկատում էր նրա մեջ մի բան, որը քչերն էին տեսնում։ Մի լուր մեղքի զգացում, որը հայտնվում էր նրա աչքերում ամեն անգամ տիկին Հասմիկին նայելիս, ասես գիտեր, որ ինչ-որ հիմնարար հարցում թերանում է, բայց չուներ քաջություն կամ ժամանակ դա շտկելու համար։ Ապրիլյան մի առավոտ էր, երբ աշունը սկսում էր զովացնել Երանի փողոցները, Էդմոնը հայտարարեց Չինաստան մեկնելու մասին։
3 շաբաթ տողությամբ գործուղում ընկերության ընդլայնման հնարավորությունները գնահատելու միջազգային ներդրողների հետ հանդիպումների դիվանագիտական ընթրիքների համար։ Տիկին Հասմիկը պարզապես գլխով արեց սովոր որդու բացակայություններին, բայց Մարիամը նկատեց նրա ձեռքերի թեթ դողը, երբ նա բռնում էր թեյի բաժակը։ Օդում ինչ-որ բան կար, մի լարվածություն, որը նա չէր կարողանում բացատրել, բայց որը ստիպում էր սիրտը սեղմվել։ Սակայն ամենամեծ նորությունը հաջորդեց դրան։ Կարինե Ավետիսյանը, Էդմոնի կինը, պատասխանատու էր լինելու տիկին Հասմիկի խնամքի վերահսկողության համար նրա բացակայության ընթացքում։ Այս լուրը բնակարանի վրա իջավ որպես սառը ստվեր։ Մարիամը երբեք շատ չէր շփվել Կարինեի հետ։ Կինը հայտնվում էր հազվադեպ, միշտ անթերի, իր բրենդային հագուստներով, բարձրակրունկներով, որոնց ձայնը միջանցքում հնչում էր որպես իշխանության հայտարարություն, իր թանկարժեք օծանելիքով, որն ավելի շատ քիմիական պատնեշ էր հիշեցնում, քան բույր։ 38 տարեկան Կարինեն ուներ այն սառը գեղեցկությունը, որը բնորոշ է նրանց, ովքեր վաղ են սովորել արտաքինն օգտագործել որպես իշխանության գործիք։ 10 տարի ամուսնացած լինելով Էդմոնի հետ, նա գալիս էր Թբիլիսի հայտնի քաղաքական գործիչների ընտանիքից, որտեղ դաշինքները կառուցվում էին ռազմավարական ժպիտներով, իսկ ընկերությունները չափվում էին օգուտով։ Այդ ամուսնությունը շատերի համար կատարյալ միություն էր։ Տղամարդը՝ փողով, կինը՝ կապերով։ Բայց ուշադիր դիտորդի համար պարզ էր, որ այդ հարաբերությունները բացիկի խորություն ունեին, գեղեցիկ մակերեսին դատարկ ներսից։ Տիկին Հասմիկը երբեք չէր թաքցնում իր անհանգստությունը Հարսի ներկայությամբ։ Դա բացահայտ թշնամանք չէր, այլ քաղաքավարի հեռավորություն, զգուշություն, նրա հետ երկար ժամանակ մենակ չմնալու համար, մի հայացք, որը շեղվում էր, երբ Կարինեն սենյակ էր մտնում։ Մարիամը վերջին ամիսներին նկատել էր, թե ինչպես էր տարեց կինը գծկվում, երբ Հարսը այցելում էր, ինչպես էր նրա ժպիտը դառնում արհեստական, իսկ պատասխանները միավանք։ Եվ կար ավելին։ Փոքրիկ միջադեպեր, որոնք կուտակվում էին որպես ամպեր փոթորկից առաջ։ 3 ամիս առաջ Մարիամը գտել էր տիկին Հասմիկին սենյակում թաքուն լաց լինելիս, Կարինեի այցից հետո։ Երբ հարցրել էր, թե ինչ է պատահել, տարեց կինը միայն գլուխն էր օրորել ասել, որ ամեն ինչ կարգին է, պարզապես հոգնել է։ Բայց Մարիամը տեսել էր կարմիր հետքը նրա բազկին, ասես ինչ-որ մեկը չափազանց ուժեղ էր սեղմել։ 2 շաբաթ անց ընտանեկան ճաշի ժամանակ Կարինեն մեկնաբանություններ արեց այն մասին, որ տիկին Հասմիկը սկսել է մոռացկան դառնալ, բոլորի ներկայությամբ ակնարկելով, որ գուցե ժամանակն է մտածել ծերանոցի մասին, որտեղ նա կունենա ավելի մասնագիտացված խնամք։ Հաջորդած լարված լռությունը կոտրեց միայն Էդմոնը, ով արագ փոխեց թեման, բայց ոչ նախքան Մարիամը կտեսներ խուճապի արտահայտությունը տիկին Հասմիկի դեմքին։ Կային նա փոքրիկ դաժանություններ, քողարկված հոգատարությամբ։ Կարինեն սովորություն ուներ քննադատել սկեսրոջ հագուստի ընտրությունը, ասելով, որ որոշ գույներ նրան ավելի ծեր են ցույց տալիս կամ որ որոշ ոճեր հարմար չեն նրա տարիքի մարդուն։ Նա կասկածի տակ էր դնում նրա հիշողությունները, ուղղելով ամսաթվերն ու անունները այնպիսի կամահարանքով, որ տիկին Հասմիկը սկսում էր կասկածել ինքն իրեն։ Եվ միշտ կար այդ սառը հայացքը, որը գնահատում էր տարեց կնոջը ոչ թե որպես մարդու, այլ որպես լուծման ենթակա խնդրի։ Մարիամը հասկացավ, որ միայն ինքը չէ, որ նկատում է դա։ Էդմոնը իր ներկայության կարճ պահերին թվում էր անհանգստացած կնոջ մոր շփումներից, բայց միշտ ընտրում էր լռությունը։ Գուցե հարմարավետությունից դրդված, գուցե վախից առերեսվելու մի ճշմարտության հետ, որը դժվար որոշումներ կպահանջեր։ Նա լավ էր լուծում գործարար խնդիրները, կնքում միլիոնավոր դոլարների պայմանագրեր, կանխատեսում շուկայի միտումները։ Բայց երբ խոսքը վերաբերում էր ընտանեկան հարաբերությունների նրբություններին, նա նախընտրում էր հավատալ, որ ամեն ինչ լավ է, որ լարվածությունը նորմալ է, որ ժամանակն ամեն ինչ կհարթի։ Մեկնելու նախորդ օրը, երբ Էդմոնն աշխատասենյակում հավաքում էր ճամպրուկները, Կարինեն սովորականից շուտ հայտնվեց բնակարանում։ Մարիամն օգնում էր տիկին Հասմիկին պատրաստվել ճաշին, երբ լսեց բարձրակրունկների անսխալելի ձայնը միջանցքում։ Տարեց կինն անմիջապես լարվեց, Մարիամը զգաց մթնոլորտի փոփոխությունը, ասես ջերմաստիճանը 10 աստիճանով իջել էր։ Կարինեն սենյակ մտավ առանց թակելու, ինչպես մեկը, ով արդեն իրեն տեր է զգում այդտեղ։ Նա հիասքանչ տեսք ուներ մուգ կապույտ կոստյումով, որն ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը, խնամքով հարդարված շեկ մազերը թափված էին ուսերին, իսկ անթերի դիմահարդարումն ընդգծում էր նրա կանաչ աչքերը։ Բայց հենց նրա ժպիտն էր ամենամեծ անհանգստությունը պատճառում, մի ժպիտ, որը չէր հասնում աչքերին, որը թվում էր փորձված թաքցնելու համար այն մտադրությունները, որոնք նա չէր ուզում բացահայտել։ Սիրելի Հասմիկ, ինչպե՞ս ես։
Էդմոնը խնդրեց ինձ անցնել այստեղ համոզվել, որ ամեն ինչ կատարյալ կլինի, քանի դեռ նա բացակայում է։ Դու գիտես, թե նա որքան է անհանգստանում քեզ համար։ Ձայնը քաղցր էր, գրեթե մեղրածոր, բայց Մարիամը նկատեց տիկին Հասմիկի ուսերի լարվածությունը, այն, թե ինչպես նա պինդ սեղմեց բազկաթոռի հենակը։ Ես լավ եմ, Կարինե։ Մարիամն ինձ լավ է խնամում։ Անհանգստանալու կարիք չկա։ Օհ, ես գիտեմ, որ Մարիամը նվիրված է։ Հարսը արագ հայացք նետեց սպասուհուն, մի հայացք, որը միաժամանակ գնահատում արամարում էր։ Բայց 3 շաբաթը երկար ժամանակ է։ Էդմոնն ավելի հանգիստ կլինի, իմանալով, որ ես անձամբ եմ վերահսկում։ Ի վերջո, դու այլս այնքան ջահել չես, որոշ բաներ կարող են պատահել։ Մեկնաբանությունը օդում կախվեց որպես քողարկված սպառնալիք։ Մարիամը դժվարությամբ կուլ տվեց թուքը, զգալով տիկին Հասմիկին պաշտպանելու աճող անհրաժեշտություն, բայց չիմանալով հստակ ինչից։ Կարինեի խոսքերում բացահայտ ոչինչ չկար, ոչինչ, որը կարելի էր որակել որպես ագրեսիա։ Ամեն ինչ նուրբ էր, հաշվարկված, թունավորված քաղաքավարությամբ։ Շնորհակալ եմ անհանգստության համար, ասաց տիկին Հասմիկը ձայնով, որը փորձում էր հաստատուն հնչել, բայց վերջում դողաց։ Բայց ինչպես ասացի, ես լավ խնամված եմ։ Կարինեն նորից ժպտաց, այդ ժպիտով, որը ոչինչ չէր ջերմացնում։ Իհարկե, Հասմիկ։ Իհարկե։ Պարզապես ուզում եմ վստահ լինել, որ ամեն ինչ կարգին է։ Դու հասկանում ես, չէ՞։ Սա ընտանեկան պատասխանատվության հարց է։ Կարինեի գնալուց հետո տիկին Հասմիկը երկար րոպեներ լուռ մնաց։ Մարիամը կամաց մոտեցավ, բռնեց նրա ձեռքը, զգալով, թե ինչպես է այն դողում։ Տիկին Հասմիկ, լավ եք։ Տիկին Հասմիկը նայեց նրան աչքերով, որոնք կրում էին տասնամյակների փորձ, կորուստներ, լուռ պայքարներ։ Մարիամ, խոստացիր, որ կողքիս կլինես, լավ։ Ինչ էլ որ պատահի, մոտս մնա։ Խոստանում եմ, տիկին Հասմիկ։ Խոստանում եմ։ Բայց մինչ երեկոն իջնում էր բնակարանը, սուզվում էր աշխարհից պաշտպանված թաղամասի արհեստական անդորրի մեջ, Մարիամը զգում էր, որ այդ խոստումը փորձվելու էր այնպիսի ձերով, որոնք նա դեռ չէր կարող պատկերացնել։ Այդ տանը ինչ-որ բան էր հասունանում, խաղաղության քողի տակ թաքնված մի փոթորիկ, նա ուներ այն սարսափելի համոզմունքը, որ հենց Էդմոնը նստի աշխարհի մյուս ծայրը տանող ինքնաթիռը, դիմակները կընկնեն Կարինեի իրական դեմքը կբացահայտվի։ Օգնելով տիկին Հասմիկին պառկել, տեսնելով, թե ինչպես է տարեց կինը փակում աչքերը հոգնածության այնպիսի արտահայտությամբ, որը դուրս էր ֆիզիկականից, Մարիամը մի լուռ որոշում կայացրեց։ Ինչ էլ որ պատահեր, ինչպիսին էլ լինեին հետանքները, նա թույլ չէր տա, որ որևէ վատ բան պատահի այդ կնոջը, ով իրեն ընդունել էր ոչ թե պարզապես որպես սպասուհու, այլ որպես հարգանքի ջերմության արժանի մեկի։ Եվ եթե դա նշանակում էր առերեսվել Կարինեի հետ, հաղթահարել վախը, նույնիսկ վտանգել այն ամենը, ինչ նա կառուցել էր երանում, թող այդպես լիներ։ Որովհետև որոշ պայքարներ, Մարիամը գիտեր, մենք չենք ընտրում։ Դրանք պարզապես գալիս են, պահանջելով, որ կողմնորոշվենք։ Եվ նրա կողմնորոշումն արդեն որոշված էր, նույնիսկ եթե այդ որոշման գինը դեռս մնում էր գալիք իրադարձությունների ստվերում թաքնված մի գաղտնիք։ Այն առավոտը, երբ Էդմոնը մեկնեց Չինաստան, Երանի վրա բացվեց մոխրագույն երկնքով։ Ցածր ամպերը ծածկել էին երկնաքերերը որպես ծանր քող, և թեկությունն արդեն սկսել էր խցանվել գլխավոր պողոտաներում, երբ ներկայացուցչական մեքենան եկավ նրա հետից։ Մարիամն արթնացել էր սովորականից շուտ։ Կրծքում մի տագնապ կար, որը թույլ չէր տվել նրան գիշերը հանգիստ քնել։ Մինչ նա նախաճաշ էր պատրաստում, նրա ձեռքերն աշխատում էին մեխանիկորեն, բայց միտքն ամբողջությամբ կենտրոնացած էր տիկին Հասմիկի վրա, ով դեռ քնած էր միջանցքի վերջի սենյակում։ Էդմոնն իջավ արդեն պատրաստի ճամպրուկներով, անթերի կոստյումով, նույնիսկ առավոտյան այդ ժամին, հեռախոսն արդեն ականջին, լուծելով վերջին պահի ինչ-որ հարցեր։ Նա ուներ այն մեխանիկական արդյունավետությունը, որը բնորոշ է մշտական շարժման մեջ ապրողներին, միշտ մի քայլ առաջ ներկայից, միշտ պլանավորելով հաջորդ հանդիպումը։ Մարիամը մատուցեց սուրճը, հետեց, թե ինչպես նա արագ խմեց այն, դեռ հեռախոսով խոսելով, ազատ ձեռքով ժեստեր անելով, ամբողջությամբ կլանված իր կորպորատիվ աշխարհով։ Երբ նա վերջապես անջատեց հեռախոսը, նայեց Մարիամին մի արտահայտությամբ, որտեղ խառնված էին երախտագիտությունն ու մեղքի զգացումը։ Մարիամ, լավ խնամիր մորս։ Դու գիտես, թե նա որքան փխրուն է։ Ինչ էլ որ լինի, որե խնդրի դեպքում անմիջապես զանգիր ինձ։ Կապ չունի ժամը, ժամային գոտին, ոչինչ։ Եթե իմ կարիքը լինի, ես կվերադառնամ։
Մի անհանգստացեք, պարոն Էդմոն։ Տիկին Հասմիկը հուսալի ձեռքերում է։ Նա գլխով արեց, բայց նրա աչքերում ինչ-որ բան կար, որը Մարիամը չկարողացավ լիովին վերծանել։ Գուցե դա անհանգստություն էր, գուցե զղջում մորը թողնելու համար, կամ գուցե մի անհանգիստ զգացողություն Կարինեին իշխանության ղեկին թողնելու պատճառով։ Բայց նա այլս ոչինչ չասաց, պարզապես վերցրեց ճամպրուկները ու ուղղվեց դեպի դուռը։ Տիկին Հասմիկն այդ պահին հայտնվեց միջանցքում, դեռս խալաթով, սպիտակ մազերը թափված ուսերին, քնած, բայց սփված տխրությամբ լի դեմքով։ Էդմոնը մոտեցավ, անկեղծ ջերմությամբ համբուրեց մոր ճակատը ինչ-որ բան շշնջաց, որը Մարիամը չլսեց։ Տարեց կինը միայն գլխով արեց, փորձելով ժպտալ, բայց ժպիտը չհասավ աչքերին։ Երբ դուռը փակվեց նրա հետից, բնակարանում տիրած լռությունն այլ էր։ Ասես ինչ-որ բան պակասեց, մի անտեսանելի պաշտպանություն, որն այժմ տարածքն ավելի խոցելի էր դարձնում։ Տիկին Հասմիկը մի քանի վայրկյան կանգնած մնաց, նայելով փակ դռանը, ապա խորը հոգոց հանեց։ Նա միշտ այդպիսին է եղել, Մարիամ։ Միշտ վազում է, միշտ զբաղված է։ Երբ երեխա էր, ես կատակում էի, որ նա շտապում է մեծանալ։ Հիմա տեսնում եմ, որ նա շտապում է ապրել, բայց մոռանում է կանգ առնել իրականում զգալ կյանքը։ Մարիամը նրբորեն բռնեց տարեց կնոջ թից, ուղեկցելով նրան ներս։ Եկեք մի լավ սուրճ խմենք, տիկին Հասմիկ։ Պատրաստել եմ այն գաթան, որը դուք այդքան շատ եք սիրում։ Առավոտն անցավ խաբուսիկ հանգստությամբ։ Նրանք միասին սուրճ խմեցին պատշգամբում, հետելով, թե ինչպես է քաղաքը ներքում արթնանում, շենքերը դանդաղորեն դուրս են գալիս առավոտյան մշուշից։ Տիկին Հասմիկը պատմություններ էր պատմում Էդմոնի մանկությունից, թե ինչպես էր նա խաղում հենց այս նույն բնակարանում, երբ այն դեռ ավելի փոքր տարածք էր, նախքան փողի բերած վերանորոգումներն ու ընդարձակումները։ Նրա ձայնում կար կարոտ, բայց նա մի թախիծ, որը ծանրանում էր յուրաքանչյուր բառի վրա, ասես նա գիտեր, որ այդ պարզ օրերն այլս չեն վերադառնա։ Միայն կեսօրից հետո Կարինեն հայտնվեց։ Մարիամը նախ լսեց բանալու ձայնը կողպեքի մեջ, ապա վստահ քայլերը նախասրահում։ Նա օգնում էր տիկին Հասմիկին կատարել թեթ մարզանքներ, որոնք բժիշկն էր խորհուրդ տվել շարժունակությունը պահպանելու համար, երբ հարսը մտավ հյուրասենյակ։ Կարինեն այլ տեսք ուներ։ Դեռս նրբագեղ, դեռս անթերի, բայց նրա կեցվածքի մեջ կար մի բան, որն ավելի ինքնավստահ էր, ավելի տիրական։ Նա սպիտակ կոստյումով էր, որը հակադրվում էր իր շեկ մազերին, ձեռքին ուներ փաստաթղթերի մի թղթապանակ կաշվե մեծ պայուսակ։ Բարի օր, Հասմիկ։ Եկել եմ տեսնելու, թե ինչպես ես կարգավորելու որոշ հարցեր։ Էդմոնն ինձ տվել է մի շարք անավարտ գործերի ցուցակ, որոնք պետք է լուծվեն, քանի դեռ նա բացակայում է։ Տիկին Հասմիկը դադարեցրեց վարժությունները, Մարիամն անմիջապես տեսավ, թե ինչպես լարվածությունը պատեց նրա մարմինը։ Ինչպիսի գործեր, Կարինե։ Օհ, վարչական հարցեր։ Հաշիվներ, փաստաթղթեր, այն ձանձրալի բյուրոկրատիան, որը Էդմոնը ժամանակ չունեցավ լուծելու մեկնելուց առաջ։ Ոչ մի բան, որի համար դու պետք է անհանգստանաս։ Բայց Կարինեի տոնի մեջ կար մի բան, որը հանգստություն չէր ներշնչում։ Մարիամը մնաց տիկին Հասմիկի կողքին, որպես լուռ, բայց հաստատուն ներկայություն, դա ակնհայտորեն նյարդայնացրեց հարսին։ Կարինեն բացեց թղթապանակը, սկսեց թղթերը փռել սեղանին։ Դրանք բժշկական փաստաթղթեր էին, վարկային քարտերի հաշիվներ, բանկային քաղվածքներ, ապահովագրական ձատթղթեր։ Նա դասավորում էր դրանք ճշգրիտ շարժումներով, ինչպես մեկը, ով արդեն հստակ գիտեր, ինչ է փնտրում։ Հասմիկ, մենք պետք է խոսենք քո ծախսերի մասին։ Նայելով այստեղ, տեսնում եմ, որ դու անհարկի գնումներ ես արել։ Դեղեր, որոնք չեն փոխհատուցվում ապահովագրությամբ, թանկարժեք մասնավոր խորհրդատվություններ, ապրանքներ, որոնք կարող էին փոխարինվել ավելի մատչելի տարբերակներով։ Տիկին Հասմիկը շփոթված թարթեց աչքերը։ Բայց, Կարինե, դրանք իմ սովորական դեղերն են։ Բժիշկն է դրանք նշանակել։ Այո, բայց մենք պետք է ավելի խնայող լինենք։ Էդմոնը շատ է աշխատում այս ամենը պահելու համար, վատնումն անընդունելի է։ Կարինեի ձայնը հաստատուն էր, դասախոսական, ասես նա պարզ բաներ էր բացատրում մի կամակոր երեխայի։ Մարիամը զգաց, թե ինչպես է վրդովմունքը բարձրանում կոկորդը, բայց պահպանեց հանգստությունը։ Նա գիտեր, որ ցանկացած միջամտություն այդ պահին կարող էր վատթարացնել իրավիճակը։ Բայց տիկին Հասմիկը, ի զարմանս իրեն, պատասխանեց մի հաստատակամությամբ, որը Մարիամը չէր սպասում։ Կարինե, այդ ծախսերն իմն են։ Էդմոնը երբեք չի բողոքել դրանցից։ Ես ունեմ իմ սեփական եկամուտը, իմ թոշակը, իմ խնայողությունները։
Ունեիր։ Կարինեի տոնը փոխվեց, դարձավ ավելի սառը։ Դու ունեիր։ Բայց տարիքի հետ, Հասմիկ, բնական է, որ մարդը կորցնում է փողը ճիշտ կառավարելու ունակությունը։ Դրա համար էլ Էդմոնն ինձ խնդրեց ստանձնել այս պատասխանատվությունը։ Դա քո իսկ բարօրության համար է։ Հաջորդած լռությունը լարված էր։ Տիկին Հասմիկը նայեց Մարիամին, այդ հայացքի մեջ կար օգնության լուր խնդրանք, բայց նա մի հնազանդություն, որը կոտրեց սպասուհու սիրտը։ Դա այն մարդու արտահայտությունն էր, ով արդեն շատ պայքարներ էր տանուլ տվել, գիտեր, որ սա պարզապես մեկն է լինելու։ Մարիամ, կարող ես մեզ մենակ թողնել։ Կարինեն շրջվեց նրա կողմը սառը ժպիտով։ Ես պետք է խոսեմ սկեսրոջս հետ ընտանեկան հարցերի շուրջ։ Համոզված եմ, որ դու հասկանում ես։ Հնարավոր չէր մերժել առանց բացահայտ բախման, ինչը Մարիամը գիտեր, որ միայն կվնասեր տիկին Հասմիկին։ Նա գլխով արեց, բայց նախքան դուրս գալը, կարճ ժամանակով բռնեց տարեց կնոջ ձեռքը, նրբորեն սեղմելով այն, փորձելով այդ պարզ հպումով փոխանցել, որ նա մենակ չէ։ Ես խոհանոցում կլինեմ, եթե որե բանի կարիք ունենաք, տիկին Հասմիկ։ Երբ Մարիամը փակեց դուռը, մի քանի վայրկյան մնաց դրսում, սիրտը արագ էր բաբախում։ Նա լսում էր խլացված ձայները փայտի հետից։ Կարինեի իշխող տոնը հակադրվում էր տիկին Հասմիկի հետզհետե թուլացող պատասխաններին։ Նրա էության յուրաքանչյուր թել աղաղակում էր ներս մտնելու, միջամտելու, պաշտպանելու համար այդ կնոջը, ով ավելին էր դարձել, քան պարզապես տանտիրուհի։ Բայց նա գիտեր, որ պետք է լինել ռազմավար։ Մի սխալ քայլը կարող էր արժանալ ոչ միայն իր աշխատանքը, այլ տիկին Հասմիկի կողքին լինելու հնարավորությունը, երբ դա իրոք անհրաժեշտ լիներ։ Խոհանոցում Մարիամը ձացնում էր, թե զբաղված է պահարանները դասավորելով, բայց նրա ականջները լարված էին հյուրասենյակից եկող յուրաքանչյուր ձայնի վրա։ 15 րոպեն անցավ որպես 15 ժամ։ Երբ վերջապես լսեց դռան բացվելը, գնաց դեպի միջանցքի սկիզբը, տեսավ դուրս եկող Կարինեին, փաստաթղթերի թղթապանակն այժմ ավելի լիքն էր, քան գալու պահին։ Մարիամ, պետք է որ փոխես Հասմիկի օրակարգը։ Հարսը խոսեց առանց նրան ուղիղ նայելու, ասես հրամաններ էր տալիս մի անշունչ առարկայի։ Ոչ մի անհարկի դուրս գալ, ոչ մի չարտոնված այցելություն։ Եվ ես ուզում եմ։ Ամենօրյա հաշվետվություն այն ամենի մասին, ինչ նա անում է, ուտում է, ասում է։ Հասկանալի է։ Ամենայն հարգանքով տիկին Կարինե, բայց իմ գործը տիկին Հասմիկին խնամելն է, ոչ թե նրան հսկելը։ Կարինեն վերջապես շրջեց դեմքը նրա կողմը, այդ պահին Մարիամը տեսավ, թե ինչպես է դիմակը թեթակի սահում։ Այդ կանաչ աչքերում ինչ-որ դաժան բան կար, մի բան, որը վայելում էր այն իշխանությունը, որը նոր էր բանեցրել։ Քո գործը, Մարիամ, այն անելն է, ինչ ես կասեմ։ Թե կարծում ես, որ Էդմոնն է քեզ աշխատանքի ընդունել։ Այս տանը ամեն ինչ իմ ձեռքով է անցնում։ Ամեն ինչ։ Եվ եթե ուզում ես շարունակել մնալ այստեղ, խորհուրդ եմ տալիս հիշել դա։ Առանց պատասխանի սպասելու, Կարինեն դուրս եկավ, իր հետից թողնելով միայն բարձրակրունկների արձագանքը թանկարժեք օծանելիքի հոտը, որն այժմ ավելի շատ սպառնալիքի էր նման, քան նրբագեղության։ Մարիամը վազեց հյուրասենյակ, գտավ տիկին Հասմիկին բազմոցին նստած, ձեռքերը դողում էին, դեմքը գունատ էր։ Փաստաթղթերից մի քանիսը դեռ սփռված էին սեղանին, բայց որոշները անհետացել էին։ Տարեց կինը նայում էր դատարկությանը, երբ Մարիամը մոտեցավ, տեսավ նրա դեմքով հոսող լուռ արցունքները։ Տիկին Հասմիկ, ինչ պատահեց։ Ինչ ասաց նա։ Նա թղթեր տարավ, Մարիամ։ Կարոր փաստաթղթեր։ Ասաց, որ պետք է վերակազմակերպի իմ ֆինանսները, որ Էդմոնն անհանգստացած է իմ ծախսերով։ Բայց ես ճանաչում եմ որդուս։ Նա երբեք ինձնից նման բան չէր խնդրի։ Երբեք։ Մարիամը ծնկեց տարեց կնոջ կողքին, բռնելով նրա սառը ձեռքերը։ Դուք ունեք այդ փաստաթղթերի պատճենները։ Գիտեք հստակ, ինչ նա տարավ։ Տիկին Հասմիկը անօգնական օրորեց գլուխը։ Ունեի, բայց դրանք բոլորը միասին էին այդ թղթապանակում։ Բանկային տվյալներ, լիազորագրեր, նույնիսկ մի քանի տարի առաջ արված կտակի պատճենը։ Նա ասաց, որ պետք է ամեն ինչ վերանայի, համոզվի, որ ամեն ինչ կարգին է։ Բայց այն ձև, որով նա խոսեց, Մարիամ, այն ձև, որով նա նայեց ինձ, ասես ես մի ավելորդ բեռ լինեի, մի լուծման ենթակա խնդիր։ Մարիամի ներսում այդ պահին ինչ-որ բան կոտրվեց։
Նա տեսնում էր իր աչքի առաջ փշրվող այն ուժեղ արժանապատիվ կնոջը, ում ճանաչել էր, վերածված իր սեփական ստվերի, խնամքով ընտրված խոսքերի պատճառով, որոնք նպատակ ունեին վիրավորել առանց տեսանելի հետքեր թողնելու։ Դա նուրբ դաժանություն էր, քողարկված ընտանեկան հոգատարությամբ, հենց դրանով էլ ավելի վտանգավոր։ Տիկին Հասմիկ, դուք պետք է զանգեք պարոն Էդմոնին։ Պատմեք այն ամենը, ինչ կատարվում է։ Չեմ կարող։ Տարեց կնոջ ձայնը թույլ էր, պարտված։ Նա վստահում է նրան։ Ամուսնացել է նրա հետ։ Եթե ես խնդիրներ ստեղծեմ նրա ամուսնության մեջ, նրան վերջնականապես կկորցնեմ։ Նա իմ միակ որդին է, Մարիամ։ Միակը, ով ինձ մնացել է այս աշխարհում։ Եվ հենց այդ նախադասության մեջ Մարիամը հասկացավ այն իրական բանտը, որում գտնվում էր տիկին Հասմիկը։ Դա ոչ այդ շքեղ բնակարանի պատերն էին, ոչ էլ տարիքը, որը սահմանափակում էր նրա շարժումները։ Դա բացարձակ միայնության վախն էր, վերջին ընտանեկան կապը կորցնելու սարսափը։ Կարինեն գիտեր դա, այդ գիտելիքն օգտագործում էր որպես սուր լուր զենք։ Կեսօրը վերածվեց երեկոյի, Մարիամը մնաց տիկին Հասմիկի կողքին, օգնելով նրան հանդարտվել, պատրաստելով երիցուկի թեյ, մեղմորեն խոսելով պարզ մխիթարական բաների մասին։ Բայց նրա մտքում, երբ տեսնում էր հուզականորեն հյուծված վերջապես քնած տարեց կնոջը, մի համոզմունք էր ձևավորվում որպես ամուր ժայռ։ Սա միայն սկիզբն էր։ Կարինեն ցույց էր տվել իր ջանքերը, բայց դեռ փորձարկում էր սահմանները, չափուն դիմադրությունը։ Եվ եթե ոչ ոք նրան չկանգնեցներ, եթե ոչ ոք քաջություն չունենար նրան առերեսվելու, այն, ինչ կհաջորդեր, շատ ավելի վատ կլիներ։ Մարիամը նայեց մահճակալի կողքի հեռախոսին, գայթակղված անմիջապես Էդմոնին զանգելու մտքով, բայց ինչ-որ բան նրան հետ պահեց։ Նա չուներ ապացույցներ, միայն խոսքեր, խոսքերի դեմ։ Իսկ Կարինեն չափազանց հմուտ էր հետքեր չթողնելու հարցում։ Ուրեմն նա պետք է լիներ էլ ավելի զգույշ, էլ ավելի զգոն։ Յուրաքանչյուր խոսակցություն, յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր պահ, երբ Կարինեն ներկա կլիներ, նա այնտեղ կլիներ, դիտելով, պաշտպանելով, պահպանելով։ Որովհետև եթե տիկին Հասմիկն այլս ուժ չուներ մենակ պայքարելու, Մարիամը կպայքարեր նրա փոխարեն, ինչ էլ որ պատահեր։ Էդմոնի մեկնելուն հաջորդող օրերը նման էին ապակու վրայով քայլելուն։ Ամեն առավոտ Մարիամն արթնանում էր սրտի տագնապով, չիմանալով, թե ինչ կբերի օրը։ Կարինեն սահմանել էր ամենօրյա այցելությունների ժամանակացույց, հայտնվելով միշտ կեսօրից հետո, երբ առն ամենաուժեղն էր, իսկ բնակարանն ավելի լուռ էր թվում։ Եվ յուրաքանչյուր այցի հետ մթնոլորտն ավելի էր ծանրանում, ավելի ճնշող դառնում, ասես հենց օդն էր դառնում դժվար շնչելու համար։ Տիկին Հասմիկը տեսանելիորեն փոխվել էր։ Կինը, ով սովորաբար ժպտում էր հին պատմություններ պատմելիս, հիմա ժամերով լռում էր, նայելով պատուհանից դուրս, առանց որևէ բան տեսնելու։ Քիչ էր ուտում, նույնիսկ երբ Մարիամը պատրաստում էր նրա սիրելի ուտեստները։ Վատ էր քնում։ Մարիամը լսում էր նրա անհանգիստ քայլերը գիշերվա կեսին, միջանցքում քայլելիս որպես ուրվական սեփական տանը։ Եվ ամենավատն այն էր, որ տեսնում էր, թե ինչպես է նրա աչքերի փայլը կամաց հանգչում, փոխարինվելով մի հնազանդությամբ, որն ասես ծերացնում էր նրան տարիներով ընդամենը մի քանի օրում։ Կարինեն մեթոդիկ էր իր դաժանության մեջ։ Նա երբեք չէր գոռում, երբեք ֆիզիկական բռնություն չէր գործադրում, բայց նրա խոսքերն ընտրված էին վիրաբուժական ճշգրտությամբ, հարվածելու այնտեղ, որտեղ ամենից շատ էր ցավում։ Նա մեկնաբանում էր, թե ինչպես է տիկին Հասմիկը դառնում ավելի դանդաղաշարժ, ավելի մոռացկան, ավելի կախյալ։ Ակնարկում էր, որ գուցե ժամանակն է վերանայել որոշ արտոնություններ, որոշ ազատություններ, որոնք նա դեռ պահպանում էր։ Խոսում էր ֆինանսական պատասխանատվության մասին, թե որքան էր Էդմոնը զոհաբերում այդ կյանքի մակարդակը պահպանելու համար, որ ավելի արդար կլիներ, եթե տարեց կինն ավելի քիչ ծախսեր։ Յուրաքանչյուր նախադասություն մի փոքրիկ դանակի հարված էր, փաթաթված նվերի թղթով։ Մարիամը փորձում էր միշտ ներկա լինել այդ այցերի ժամանակ, բայց Կարինեն ուներ նյարդայնացնող սովորություն, որը պատրվակով նրան հեռացնելու։ Ինչ-որ բան բերել խոհանոցից, ստուգել լվացքը, դասավորել սենյակի պահարանը։ Միշտ մի բան, որը նրան հյուրասենյակից դուրս կհաներ մի քանի թանկարժեք րոպեով։ Եվ այդ րոպեների ընթացքում Մարիամը գիտեր, որ ասվում էին բաներ, որոնք տիկին Հասմիկին դարձնում էին ավելի փխրուն, ավելի վախեցած, ավելի կոտրված։ Հինգշաբթի օր էր, Էդմոնի մեկնելուց ուղիղ մեկ շաբաթ անց, երբ ամեն ինչ փոխվեց։ Օրը բացվեց Երանի համար տարվա այդ եղանակին անսովոր շոկով։ Արը ուժգին հարվածում էր պենթհաուսի պատուհաններին, սենյակները վերածելով լույսի ջերմության ջերմոցների։
Տիկին Հասմիկը հատկապես դժվար գիշեր էր անցկացրել, մի քանի անգամ արթնանալով մղձավանջներից, որոնք նրան շփոթված վախեցած էին թողել։ Մարիամը մնացել էր նրա կողքին մինչ լուսաբաց, բռնելով նրա ձեռքը, մեղմիկ երգելով այն երգերը, որոնք իր տատիկն էր երգում Սյունիքում։ Առավոտյան նրանց հաջողվեց գրեթե բնականon առօրյա ստեղծել։ Նրանք նախաճաշեցին պատշգամբում, տիկին Հասմիկը նույնիսկ կարողացավ ժպտալ, երբ Մարիամը մի զվարճալի պատմություն պատմեց իրենց գյուղի մի համառ աքլորի մասին։ Նրանք կատարեցին մարզանքները, տարեց կինը թվում էր մի փոքր ավելի լավ, մի փոքր ավելի առույժ։ Մարիամը սկսեց հույս ունենալ, որ գուցե այդ օրն այլ կերպ կանցնի, գուցե Կարինեն չհայտնվի, գուցե նրանք կարողանան գեթ մեկ օր խաղաղություն ունենալ։ Բայց ճակատագիրը, ինչպես միշտ, այլ պլաններ ուներ։ Կարինեն եկավ կեսօրին, սովորականից շուտ։ Եվ նրա մեջ ինչ-որ բան այլ էր։ Նրա շարժումներն ավելի կտրուկ էին, ձայնի մեջ կար հազիվ թաքցված գրգռվածություն, իսկ աչքերը փայլում էին մի բանով, որը Մարիամը որակեց որպես սփված զայրույթ։ Նա իր հետ բերել էր մի մեծ պայուսակ, որ ավելի վատ էր, մի թղթապանակ, էլ ավելի լիքը փաստաթղթերով, քան նախորդ այցերի ժամանակ։ Հասմիկ, մենք այսօր պետք է լուծենք մի քանի կարևոր հարցեր։ Կարինեի ձայնը սուր էր, առանց սովորական քաղաքավարի դիմակների։ Էդմոնը զանգել էր քիչ առաջ, անհանգստացած է որոշ անհամապատասխանություններով, որոնք ես գտել եմ քո գրանցումների մեջ։ Տիկին Հասմիկը, ով նստած էր հյուրասենյակի բազմոցին, փորձում էր ամսագիր կարդալ, բարձրացրեց աչքերը շփոթված։ Ինչպիսի անհամապատասխանություններ։ Ես չեմ հասկանում։ Կարինեն մի քանի թղթեր շպրտեց սեղանին մի ժեստով, որը գրեթե բռունցքի հարված էր հիշեցնում։ Չարտոնված ծախսեր, ստորագրություններ փաստաթղթերի վրա, որոնք դու չպետք է ստորագրեիր, կասկածելի ֆինանսական որոշումներ։ Անկեղծ ասած, Հասմիկ, ես սկսում եմ կասկածի տակ դնել քո մտավոր կարողությունը, սեփական գործեր կառավարելու հարցում։ Մարիամը, ով խոհանոցում ճաշն էր պատրաստում, լսեց խոսակցության տոնը, անմիջապես ուղղվեց դեպի հյուրասենյակ։ Երբ տեղ հասավ, տեսավ տիկին Հասմիկին, ով փորձում էր վեր կենալ բազմոցից, տեսանելիորեն ցնցված, ձեռքերը դողում էին, երբ փորձում էր հենվել կահույքի հենակներին։ Ներեցեք, տիկին Կարինե, բայց կարծում եմ տիկին Հասմիկը հանգստի կարիք ունի։ Նա այս գիշեր լավ չի քնել։ Կարինեն շրջվեց Մարիամի կողմը բացահայտ արամարանքով։ Ոչ ոք քո կարծիքը չի հարցրել, Մարիամ։ Իդեպ, քանի որ այստեղ ես, գնա խոհանոց թեյ պատրաստիր։ Եվ չվերադառնաս, մինչ ես չկանչեմ։ Կարինեի տոնի մեջ այս անգամ ինչ-որ այլ բան կար։ Դա պարզապես իշխանություն չէր, դա սպառնալիք էր։ Մարիամը նայեց տիկին Հասմիկին, ով խուսափում էր նրա հայացքից, ակնհայտորեն վախենալով վիճակն ավելի վատ թարացնել։ Յուրաքանչյուր բնազդ հուշում էր նրան մնալ, բայց նա գիտեր, որ այդ պահին Կարինեին բացահայտ մարտահրավեր նետելը կարող էր ավելի վատ հետանքներ ունենալ։ Թեյը կպատրաստեմ, բայց ես հենց այնտեղ կլինեմ, եթե որևէ բանի կարիք լինի։ Մարիամը գնաց խոհանոց, բայց դուռը կիսաբաց թողեց։ Թեյնիկը դրեց կրակին, բայց ականջները լարեց։ Նա լսում էր Կարինեի ձայնի բարձրանալը, լսում էր տիկին Հասմիկի արդարանալու փորձերը, նրա ձայնը հետզհետե ավելի թույլ էր դառնում, ավելի վախեցած։ Եվ հետո նա լսեց մի բան, որից արյունը սառեց։ Մի ծանր իր վերցնելու ձայն, մի կտրուկ շարժում։ Առանց երկու անգամ մտածելու, Մարիամը թողեց ամեն ինչ, վազեց հյուրասենյակ։ Այն, ինչ նա տեսավ, նրան քարացրեց մի վայրկյանի մի մասնիկում, որը թվաց հավերժություն։ Տիկին Հասմիկը կանգնած էր հյուրասենյակի մեջտեղում, ակնհայտորեն հավասարակշռությունը կորցրած, ձեռքերը մեկնած առաջ, պաշտպանական ժեստով։ Իսկ Կարինեն նրանից մի քանի քայլ հեռավորության վրա էր, ձեռքին բռնած փայտե մարզափայտը, որը սովորաբար պահվում էր աշխատասենյակի պահարանում։ Դա ձգման վարժությունների համար նախատեսված իր էր, գլանած, հղկված փայտից, սովորական պայմաններում լիովին անվնաս։ Բայց Կարինեի ձեռքերում, այդ բարձրության վրա բարձրացված, ուղղված դեպի անպաշտպան տարեց կինը, այն վերածվել էր սարսափազդու մի բանի։ Ինչ եք անում, հազիվ կարողացավ ասել Մարիամը, ձայնը դողալով։ Կարինեն անմիջապես չիջեցրեց մարզափայտը։ Մի քանի անվերջանալի վայրկյան նա մնաց այդպես, աչքերը սեռած տիկին Հասմիկին, ով սկսել էր տեսանելիորեն դողալ։ Դա հարվածելու համար չէր, Մարիամը սարսափով հասկացավ։ Դա վախեցնելու համար էր, իշխանություն ցույց տալու համար, հասկացնելու համար, թե ով է հրամայում, ով հնազանդվում։ Դա տերորի միջոցով վերահսկողություն էր։ Ես Հասմիկին սովորեցնում եմ սահմանների մասին։
Կարինեի ձայնը սառն էր, գրեթե առօրյա, ասես նա պարզ մի բան էր բացատրում։ Նրա տարիքի մարդիկ պետք է հասկանան, որ չեն կարող պարզապես անել այն, ինչ ուզում են։ Նրանք կարգուկանոնի կարգապահության կարիք ունեն։ Մարիամը զգաց, որ իր ոտքերը շարժվում են նախքան ուղեղը կհասցներ լիովին մշակել որոշումը։ 3 քայլով նա հայտնվեց Կարինեի տիկին Հասմիկի միջ, ձեռքերը բացած ֆիզիկական պաշտպանության ժեստով։ Իջեցրեք դա հիմա։ Խնդրում եմ, իջեցրեք դա։ Կարինեն ժպտաց, դա մի սարսափելի ժպիտ էր, զուրկ որե մարդկայնությունից։ Թե չէ, ինչ, Մարիամ։ Ինչ ես անելու հստակ։ Ոստիկանություն ես կանչելու։ Էդմոնին ես պատմելու։ Քո կարծիքով, նա ում կհավատա։ Իր կնոջը, թե։ Մի սպասուհու, ում հազիվ է ճանաչում։ Խոսքերը թույնի պես էին, բայց Մարիամը չշարժվեց։ Նրա մարմինը մնաց հաստատուն սպառնալիքի տիկին Հասմիկի միջ, նույնիսկ եթե ներսից նա սարսափած էր։ Իր հետում նա զգում էր տարեց կնոջ դողը, լսում էր նրա արագ անկանոն շնչառությունը, կարող էր գրեթե դիպչել նրանից բխող սարսափին։ Սա ճիշտ չէ։ Մարիամի ձայնն ավելի հաստատուն հնչեց, քան նա սպասում էր։ Դուք գիտեք, որ սա ճիշտ չէ։ Նա տարեց կին է, ձեր սկեսուրն է, ձեր ամուսնու մայրը։ Ինչպես կարող եք նման բան անել։ Մի պահ Կարինեի դեմքով ինչ-որ բան անցավ։ Գուցե դա մեղքի զգացում էր, գուցե խղճի մի նշույլ։ Բայց այն անհետացավ նույնքան արագ, որքան հայտնվել էր, փոխարինվելով հաշվարկված սառնության դիմակով։ Նա դանդաղորեն իջեցրեց մարզափայտը, բայց լիովին բաց չթողեց։ Այն պահում էր ձեռքերում մատներով շոյելով հղկված փայտը, ինչպես զենքը շոյողը։ Դու չես հասկանում, թե ինչպես է աշխարհն աշխատում, Մարիամ։ Նրա ձայնն այժմ գրեթե մանկավարժական էր, ասես բարդ մի բան էր բացատրում երեխային։ Խոցելի մարդիկ պետք է վերահսկվեն իրենց իսկ բարօրության համար։ Հասմիկը սկսում է թուլամիտ դառնալ, սխալ որոշումներ է կայացնում, վտանգավոր է դառնում իր իսկ համար։ Ինչ որ մեկը պետք է ստանձնի վերահսկողությունը, նախքան շատ ուշ կլինի։ Նա թուլամիտ չէ, Մարիամը զգաց, թե ինչպես են զայրույթի հուսահատության արցունքներն այրում իր աչքերը։ Նա բանական է, խելացի, ընդունակ։ Միակ բանը, որ կատարվում է, այն է, որ դուք նրան ստիպում եք հավատալ, որ նա այդպիսին չէ։ Հաջորդած լռությունը լցված էր պայթյունավտանգ լարվածությամբ։ Կարինեն մի քայլ առաջ արեց, Մարիամը բնազդաբար նահանջեց, զգուշությամբ հետ հրելով տիկին Հասմիկին։ Այդ ժամանակ Կարինեն արեց մի բան, որն ավելի դաժան էր, քան մարզափայտը բարձրացնելը։ Հաշվարկված սառը շարժումով նա այն գցեց գետնին, որտեղ այն ընկավ չոր ձայնով, որն արձագանքեց հյուրասենյակում։ Հետո նա թեթակի կռացավ, ասես գաղտնիք էր վստահում, խոսեց բավական բարձր, որպեսզի տիկին Հասմիկը լսի։ Հասմիկ, սիրելի սկեսուր, կարծում եմ ժամանակն է խոսել քո ապագայի մասին։ Կան հրաշալի վայրեր քո տարիքի մարդկանց համար, պրոֆեսիոնալ խնամքով, շուրջօրյա բուժքույրերով, վերահսկվող գործունեությամբ։ Վայրեր, որտեղ դու ոչ մեկի համար բեռ չես լինի։ Էդմոնը լրջորեն դիտարկում է այդ տարբերակը։ Գիտեիր։ Նա խնդրեց ինձ ուսումնասիրել։ Ասաց, որ հոգնել է անհանգստանալուց։ Ոչ։ Բառը դուրս թռավ տիկին Հասմիկի շուրթերից որպես հուսահատ շշուկ։ Էդմոնը նման բան չէր անի։ Նա չէր անի։ Կարինեն ավելի մոտեցավ, Մարիամը ստիպված էր իր ողջ կամքի ուժը ներդնել, որպեսզի նրան հետ չհրեր։ Չէր անի։ Վստահ ես։ Երբ է նա վերջին անգամ իրոք ժամանակ անցկացրել քեզ հետ, Հասմիկ։ Երբ է նա վերջին անգամ նախընտրել լինել այստեղ, այլ ոչ թե ինչ-որ հանդիպման կամ գործուղման մեջ։ Իրոք կարծում ես, որ նա կվարաներ քեզ տեղավորել մի վայրում, որտեղ ուրիշ մարդիկ կխնամեն քեզ, ազատելով նրան այս ողջ մեղքի զգացումից, որ նա ունի։ Խոսքերը մաքուր թույն էին, ընտրված կործանելու, փշրելու համար հույսի վերջին թելը, որը տիկին Հասմիկը դեռ պահում էր։ Եվ դրանք աշխատեցին։ Մարիամը զգաց, թե ինչպես տարեց կնոջ մարմինը թուլացավ իր հետում, լսեց զսպված հեկեկոցի ձայնը, զգաց բացարձակ պարտության ծանրությունը։ Դադարեցրեք դա, բղավեց Մարիամը, նրա ձայնը վերջապես կոտրեց այն վերահսկողությունը, որը նա փորձում էր պահպանել։ Դուք իրավունք չունեք նման բաներ ասելու։ Իրավունք չունեք նրան այդպես կործանելու։ Կարինեն նահանջեց, բայց նրա ժպիտը հաղթական էր։ Ես չեմ կործանում, ես իրատես եմ։ Իսկ դու, Մարիամ, պետք է սկսես այլ աշխատանք փնտրել։
Որովհետ երբ Հասմիկը գնա այնտեղ, որտեղ պետք է լինի, դու այլս այստեղ պետք չես լինի։ Այս խոսքերով նա վերցրեց իր պայուսակը, ուղղեց մազերը մի ժեստով, որը բացահայտ ցուցադրական էր, քայլեց դեպի դուռը։ Նախքան դուրս գալը, նա վերջին անգամ շրջվեց։ Ահ, որպեսզի պարզ լինի։ Եթե փորձես սրա որ է աղավաղված տարբերակը պատմել Էդմոնին, ես կհամոզվեմ, որ դու երբեք այլս աշխատանք չգտնես Երանում։ Ես կապեր ունեմ, ազդեցություն ունեմ։ Մի փոքրիկ խոսքս, դու կվերադառնաս քո այն գյուղը, որտեղից երբեք չպետք է դուրս գայիր։ Դուռը փակվեց նրա հետից, մնացած լռությունը խեղդող էր։ Մարիամը դանդաղ շրջվեց դեպի տիկին Հասմիկը գտավ նրան հատակին ծնկած, ձեռքերով դեմքը ծածկած, մարմինը ցնցվում էր լուր հեկեկոցներից։ Մարզափայտը մնացել էր ընկած մի քանի մետր հեռավորության վրա, որպես տեղի ունեցածի համր խորհրդանիշ։ Մարիամը ծնկեց նրա կողքին, գրկելով նրան, զգալով նրա փխրուն մարմնի դողը իր մարմնին։ Տիկին Հասմիկ, ներեցեք ինձ։ Ներեցեք, որ սա ավելի շուտ չկանխեցի։ Ներեցեք, որ բավականաչափ ուժեղ չեղա։ Բայց տիկին Հասմիկը բառերով չէր պատասխանում։ Նա պարզապես լաց էր լինում, մի խորը լաց, որը գալիս էր կուտակված ցավի, չասված վախի այնպիսի միայնության վայրից, որը աշխարհի ոչ մի փող չէր կարող լցնել։ Եվ Մարիամը, գրկած այդ կնոջը, ով ներկայացնում էր այն ամենը, ինչ դեռս լավ ու արժանապատիվ էր մնացել աշխարհում, կայացրեց մի որոշում, որը կփոխեր ամեն ինչ։ Այլս կարոր չէին հետանքները։ Կարոր չէր, եթե կորցներ աշխարհը, տանիքը, երաշխավորությունները։ Կարոր չէր, եթե Կարինեն իրականացներ իր սպառնալիքները, կործաներ Երանում նորից աշխատելու նրա հնարավորությունները։ Այդ ամենն այլս նշանակություն չուներ։ Կարորն իր գրկում գտնվող այդ կինն էր, ով դողում էր վախից, անօգնականությունից։ Կարորը ճիշտ վարվելն էր, նույնիսկ եթե գինը չափազանց բարձր լիներ։ Տիկին Հասմիկ, լսեք ինձ։ Մարիամը նրբորեն բռնեց տարեց կնոջ դեմքը, ստիպելով նրան նայել իր աչքերին։ Մենք կպատմենք պարոն Էդմոնին։ Մենք ամեն ինչ կպատմենք։ Եվ ես այստեղ կլինեմ, ձեր կողքին, ինչ էլ որ պատահի։ Դուք ինձ հասկանում եք։ Դուք մենակ չեք։ Այլս երբեք մենակ չեք լինի, քանի դեռ ես ուժ ունեմ դա կանխելու։ Այդ գիշեր Մարիամը չքնեց։ Տիկին Հասմիկին հանգստացնելուց պարկեցնելուց հետո նա մնաց նստած մահճակալի կողքի բազկաթոռին, հետելով տարեց կնոջ անկանոն շնչառությանը, տեսնելով, թե ինչպես են նրա աչքերը արագ շարժվում փակ կոպերի տակ, մատնելով տագնապալի երազները։ Ամեն անգամ, երբ տիկին Հասմիկը շարժվում էր, անհասկանալի բառեր մրմնջալով, Մարիամը բռնում էր նրա ձեռքը, շնջալով հանգստացնող խոսքեր, խոստանալով մի պաշտպանություն, որը նա հազիվ թե գիտեր, ինչպես իրականացնել։ Լուսաբացը դանդաղ եկավ, բերելով այն մոխրագույն լույսը, որը նախորդում է Երանի առավոտին։ Մարիամը գիշերվա մութ ժամերին որոշում էր կայացրել։ Հենց օրը լիովին բացվեր Չինաստանում լիներ հարմար ժամ, նա կզանգեր Էդմոնին։ Կարոր չէր, թե ինչով է սպառնացել Կարինեն, կարոր չէր, եթե նա չհավատար իրեն։ Նա պետք է փորձեր։ Տիկին Հասմիկը գեթ դրան արժանի էր։ Հենց այն պահին, երբ նա մտքում ձակերպում էր, թե ինչպես կբացատրի ամեն ինչ առանց չափազանցնելու կամ իրավիճակը մանիպուլյացիայի ենթարկելու, հյուրասենյակից ձայն լսեց. Քայլեր։ Բայց դրանք տիկին Հասմիկի թեթ երերուն քայլերը չէին։ Դրանք հաստատուն էին, տղամարդու քայլեր, վստահ։ Մարիամի սիրտը սկսեց արագ բաբախել։ Արդյոք Կարինեն ինչ-որ մեկին էր ուղարկել։ Արդյոք նա սկսել էր իր սպառնալիքներն իրագործել սպասվածից շուտ։ Նա լուռ վեր կացավ, վերցրեց հեռախոսը, քայլեց դեպի սենյակի դուռը, այն մի փոքր բացելով։ Այն, ինչ նա տեսավ, ստիպեց նրան շունչը պահել։ Էդմոնը կանգնած էր հյուրասենյակի մեջտեղում, դեռս ճամփորդական կոստյումով, ձեռքին մի ճամպրուկ, դեմքին միջազգային թռիչքի հոգնածության հետքերը։ Բայց դա միայն հոգնածություն չէր։ Նրա արտահայտության մեջ կար մի խորը անհանգստություն, որը ստիպում էր նրան հոնքերը կիտել, բնակարանը զննելիս։ Պարոն Էդմոն։ Մարիամը դուրս եկավ սենյակից, զգուշությամբ փակելով դուռը, որպեսզի տիկին Հասմիկը չարթնանա։ Դուք վերադարձաք։ Ես կարծում էի, թե միայն 2 շաբաթից կգաք։ Նա շրջվեց դեպի Մարիամը, վերջինս նրա աչքերում տեսավ մի այնպիսի ուշքնություն, որը նախկինում չէր նկատել։ Ինչ որ բան այն չէր, Մարիամ։ Ես զգում էի։ Երեկ երեկոյան մի քանի անգամ փորձեցի զանգել մորս, բայց նա չպատասխանեց։
Զանգեցի Կարինեին, նա ասաց, որ ամեն ինչ կարգին է, որ մայրս պարզապես քնած է։ Բայց նրա ձայնի մեջ ինչ-որ բան չեմ կարող բացատրել, ինչ-որ բան ինձ խորապես անհանգստացրեց։ Չեղարկեցի հանդիպումները, նստեցի առաջին իսկ հնարավոր չվերթը օդանավակայանից ուղիղ այստեղ եկա։ Մարիամը զգաց, որ արցունքները պատրաստ են հորթելու։ Ասես իր ներսում մի ամբարտակ էր պատրաստվում փլվել։ Այդ ողջ շաբաթվա կուտակված լարվածությունը ճնշում էր դուրս գալու համար։ Պարոն Էդմոն, ես պետք է խոսեմ ձեզ հետ։ Հրատապ։ Նա մի պահ ուսումնասիրեց Մարիամին, նկատելով աչքերի տակի մուգ շրջանակները, դեմքի գունատությունը, այն, թե ինչպես էին նրա ձեռքերը թեթակի դողում։ Նստիր, Մարիամ։ Պատմիր ինձ ամեն ինչ։ Եվ նա պատմեց։ Սկսեց հենց առաջին օրվանից նրա մեկնելուց հետո, երբ Կարինեն սկսեց վերահսկողության տակ վերցնել տիկին Հասմիկի փաստաթղթերը։ Խոսեց ամենօրյա այցելությունների մասին, որոնք տարեց կնոջը հետզհետե ավելի էին ընկճում, հոգատարության տակ քողարկված դաժան մեկնաբանությունների մասին, այն մասին, թե ինչպես էր Կարինեն տնից տարել կարոր թղթեր։ Եվ հետո, ձայնը դողալով, պատմեց նախորդ օրվա մասին, մարզափայտի, քողարկված սպառնալիքների, այն մասին, թե ինչպես էր տիկին Հասմիկը կոտրվել դրանից հետո։ Էդմոնը լսում էր այդ ամենը բացարձակ լռության մեջ։ Նրա արտահայտությունը փոխվում էր յուրաքանչյուր բացահայտման հետ։ Սկզբնական անհավատությունը տեղի էր տալիս սպված զայրույթին, հետո մեղքի զգացմանը, վերջապես մի բանի, որը նման էր խորը ցավի։ Երբ Մարիամն ավարտեց, նա երկար վայրկյաններ լուռ մնաց, ձեռքերն իրար միացրած, շնչառությունը ծանր։ Ես գիտեի։ Խոսքերը դուրս եկան որպես պոկված խոստովանություն։ Ես գիտեի, որ ինչ-որ բան այն չէ։ Միշտ էլ գիտեի։ Վերջին 2 տարիներին նկատում էի փոքրիկ բաներ։ Այն, թե ինչպես էր Կարինեն խոսում մորս մասին, երբ կարծում էր, թե ես չեմ լսում։ Նուրբ ակնարկներ այն մասին, թե որքան ավելի հեշտ կլիներ, եթե մենք ստիպված չլինեինք նրա համար անհանգստանալ։ Հայացքներ, որոնք տում էին մի վայրկյան ավել, քան պետք էր։ Բայց ես անտեսում էի։ Ինքս ինձ ասում էի, որ երակայում եմ, որ դա պարզապես աշխատանքային սթրեսն է, որն ինձ ստիպում է խնդիրներ տեսնել այնտեղ, որտեղ դրանք չկան։ Նա կտրուկ վեր կացավ, քայլեց դեպի պատուհանը, նայելով ներքում արթնացող քաղաքին։ Եվ գիտես, որն է ամենավատը, Մարիամ։ Այն է, որ իմ մի մասը չէր ուզում տեսնել։ Որովհետև եթե տեսնեի, պետք է ինչ-որ բան ձեռնարկեի։ Պետք է առերեսվեի Կարինեի հետ, պետք է ընդունեի, որ սխալ ընտրություն եմ կատարել, պետք է ընդունեի, որ մորս վտանգի տակ եմ դրել, ամուսնանալով այդ կնոջ հետ։ Ավելի հեշտ էր ծածնել, թե ամեն ինչ լավ է։ Մարիամը կամաց մոտեցավ։ Դուք հիմա այստեղ եք։ Դա է կարորը։ Ես ուշացել եմ։ Նրա ձայնը լի էր զղջումով։ Որքան վնաս է արդեն հասցվել։ Քանի։ Գիշերը մայրս վախով անցկացրել իր սեփական տանը, մինչ ես աշխարհի մյուս ծայրում գործարքներ էի փակում։ Նախքան Մարիամը կհասցներ պատասխանել, նրանք սենյակից ձայն լսեցին։ Տիկին Հասմիկն արթնացել էր։ Էդմոնն անմիջապես ուղղվեց այնտեղ, Մարիամը հետեց նրան։ Երբ բացեցին դուռը, գտան տարեց կնոջը մահճակալին նստած, աչքերը լայն բացված, շփոթված արտահայտությամբ, տեսնելով որդուն այնտեղ։ Էդմոն, վերադարձա՞ր։ Բայց ես կարծում էի, մայրիկ։ Նա ծնկեց մահճակալի կողքին, նրբորեն բռնելով նրա ձեռքերը։ Ներիր ինձ։ Խնդրում եմ, ներիր ինձ ամեն ինչի համար։ Տիկին Հասմիկը նայեց նրան, հետո Մարիամին, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Նրա դեմքին դեռս երում էին վատ քնած գիշերվա հետքերը, իսկ աչքերը ուռած էին լացից։ Ներել։ Բայց որդիս, դու ոչինչ չես արել։ Արել եմ։ Արել եմ ամենավատ բանը, որ որդին կարող է անել։ Քեզ անպաշտպան եմ թողել։ Քեզ մենակ եմ թողել մեկի հետ, ով երբեք չպետք է մտներ այս ընտանիք։ Հենց այդ պահին մուտքի դուռը բացվեց։ Կարինեն էր եկել, օգտագործելով իր բանալիները, ինչպես միշտ անում էր, պատրաստ մեկ այցելության։ Նրա բարձրակրունկները հայտարարեցին նրա ներկայության մասին նախքան նրա միջանցքում հայտնվելը։ Երբ նա մտավ սենյակ, տեսավ Էդմոնին այնտեղ, նրա դեմքով արագորեն անցան մի շարք արտահայտություններ, անակնկալ, նյարդայնություն, իսկ հետո անհանգստացած կնոջ այն դիմակը, որը նա այդքան լավ էր կրում։ Էդմոն, սիրելիս, վերադարձար։ Ինչու։ Ինձ չզգուշացրիր։
Ես կգայի քեզ օդանավակայանում դիմավորելու։ Նա մոտեցավ նրան համբուրելու համար, բայց Էդմոնը հետ քաշվեց, դանդաղորեն վեր կենալով մոր մահճակալի մոտից։ Կարինե, մենք պետք է խոսենք։ Նրա ձայնը սառն էր, վերահսկվող, բայց մակերեսի տակ զգացվում էր զայրույթի հոսանքը։ Նա թարթեց աչքերը, շփոթված այդ տոնից։ Իհարկե, սիրելիս։ Ինչի՞։ Մասին։ Այն մասին, թե ինչ ես արել այստեղ իմ բացակայության ժամանակ։ Այն մասին, թե ինչպես ես վերաբերվել մորս։ Փաստաթղթերի մասին, որոնք տարել ես։ Երեկվա մասին։ Կարինեի դեմքը նրբորեն փոխվեց։ Դիմակը լիովին չընկավ, բայց ճաքեր տվեց։ Ես չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում։ Ես ամեն օր եկել եմ Հասմիկին խնամելու, ինչպես դու ինձ խնդրել էիր։ Դժվար էր, նա ավելի շփոթված է դառնում, նրա հետ աշխատելն ավելի է բարդանում, բայց ես փորձել եմ անել իմ լավագույնը։ Մարիամը մի քայլ առաջ արեց։ Դա ճիշտ չէ։ Դուք գիտեք, որ դա ճիշտ չէ։ Կարինեն շրջվեց նրա կողմը կայծակներ արձակող աչքերով։ Ահ, հիմա հասկանում եմ։ Նա հայացքը նորից ուղղեց Էդմոնին։ Սպասուհին գլուխդ լցրել է ստերով, չէ՞։ Ես զգուշացրել էի, որ սա կպատահի։ Նա տարված է մորովդ, ուզում է դառնալ անփոխարինելի, հավանաբար ինչ-որ ֆինանսական պարքի ակնկալիք ունի։ Դադարիր։ Էդմոնի ձայնը կտրեց օդը որպես սայր։ Դադարիր ստել, Կարինե։ Ես խոսել եմ Մարիամի հետ։ Լսել եմ ամեն ինչ։ Եվ նախքան կշարունակես այդ պատմությունը, ուզում եմ, որ ինձ ասես հստակ, ինչ ես ասել մորս երեկ։ Բառ առ բառ։ Կարինեն վարանեց։ Առաջին անգամն էր, որ Մարիամը նրան տեսնում էր անկեղծորեն անապահով։ Ես հստակ չեմ հիշում։ Դրանք սովորական խոսակցություններ էին խնամքի, պատասխանատվությունների մասին։ Դու մարզափայտ ես վերցրել։ Էդմոնը մի քայլ արեց նրա ուղղությամբ։ Դու վերցրել ես մարզափայտը վախեցրել 73 տարեկան կնոջը։ Իմ մորը։ Եվ հետո բաներ ես ասել նրան հաստատության մեջ տեղավորելու մասին։ Ասա ինձ, Կարինե, ես երբե խնդրել եմ քեզ դա ուսումնասիրել։ Երբե ակնարկել եմ, որ ուզում եմ ազատվել սեփական մորիցս։ Հաջորդած լռությունը խուլ էր։ Կարինեն բացեց բերանը պատասխանելու համար, նորից փակեց, հետո նրա արտահայտությունը լիովին փոխվեց։ Դիմակն ընկավ։ Այն, ինչ մնաց, մաքուր զայրույթ էր, առանց ստիճների։ Ուզում ես ճշմարտությունն իմանալ, Էդմոն։ Ճշմարտությունն այն է, որ ես հոգնել եմ։ Հոգնել եմ ձացնելուց, թե նրան սիրում եմ, հոգնել եմ այստեղ գալուց այնպես վարվելուց, ասես ինձ հետաքրքիր է, հոգնել եմ երջանիկ ընտանիքի այս ողջ թատրոնից։ Մայրդ միշտ էլ բեռ է եղել, միշտ էլ խոչընդոտ է եղել։ Եվ այո, ես վերցրել եմ այդ մարզափայտը։ Ոչ թե հարվածելու, այլ ցույց տալու համար, թե ով է այստեղ տերը։ Հասկացնելու համար, որ նա այլս ոչինչ չէ, բացի մի անհարմար պառավից, ով խանգարում է։ Հասմիկը քեզ համար ոչինչ է։ Էդմոնը հազիվ էր կարողանում կառավարել ձայնը։ Նա իմ մայրն է։ Այն կինն է, ով ինձ մեծացրել է, ով կառուցել է այն ամենը, ինչ ես այսօր ունեմ։ Ինչպես ես համարձակվում այդպես խոսել նրա մասին։ Որովհետև դա է ճշմարտությունը, Կարինեն գրեթե բղավեց։ Եվ գիտես էլ ինչն է ճշմարտությունը։ Դու երբեք նրան իրոք չես սիրել։ Եթե սիրեիր, ավելի շատ ժամանակ կանցկացնեիր այստեղ, քան աշխատասենյակում։ Եթե սիրեիր, սպասուհու կարիք չէիր ունենա նրան խնամելու համար։ Դու նույնքան բացակա ես, որքան ես անտարբեր եմ։ Տարբերությունն այն է, որ ես ազնիվ եմ այդ հարցում։ Բառերն ընկան սենյակում որպես ռումբեր։ Տիկին Հասմիկը սկսեց լուռ լաց լինել, Մարիամն անմիջապես գնաց նրա մոտ, գրկելով նրան։ Էդմոնը քարացել էր, դեմքը գունատ, ասես հարված է ստացել ստամոքսին։ Դու ճիշտ ես։ Նրա ձայնը ցածր էր, կոտրված։ Դու բացարձակապես ճիշտ ես։ Ես ձախողվել եմ որպես որդի։ Ընտրել եմ աշխատանքը, ընտրել եմ կարիերան, ընտրել եմ ամեն ինչ, բացի ներկա լինելուց, երբ նա իմ կարիքն ամենաշատն ուներ։ Բայց դա քեզ իրավունք չի տալիս նրան վատ վերաբերվելու։ Դա քեզ իրավունք չի տալիս նրան տերորի ենթարկելու իր սեփական տանը։ Կարինեն խաչեց ձեռքերը, դեմքին, արհամարանքի դիմաc։ Եվ ինչ ես անելու այդ կապակցությամբ, Էդմոն։ Բաժանվելու։ Ես ինձնից։
Դե, հուսով եմ, պատրաստ ես այն դատական պայքարին, որը սպասվում է։ Ես հրաշալի փաստաբաններ ունեմ։ Կապեր ունեմ։ Եվ ունեմ ապացույցներ, որ դու տարիներով անտեսել ես մորթ։ Ես կարող եմ դա քո դեմ օգտագործել շատ հեշտությամբ։ Էդմոնը մի քայլ հետ գնաց, ասես ֆիզիկական հեռավորության կարիք ուներ այդ կնոջից, ում կարծում էր, թե ճանաչում է։ Դուրս եք։ Հիմա։ Վերցրու իրերդ հեռացիր այս տնից։ Հաճույքով։ Կարինեն շրջվեց, բայց նախքան դուրս գալը, մի վերջին թունավոր հայացք նետեց սենյակում գտնվողներին։ Բայց սա դեռ չի ավարտվել։ Նույնիսկ մոտ չէ ավարտին։ Դուք դեռ կզղջաք։ Երբ դուռը շրխկաց նրա հետից, մնացած լռությունն այլ էր։ Դա խաղաղություն չէր, այլ թեթացում։ Ասես մի խեղդող բեռ էր հեռացվել օդից։ Էդմոնը վերադարձավ մոր մոտ, նորից ծնկելով մահճակալի կողքին։ Մայրիկ, ես շատ եմ ցավում։ Շատ։ Ես ավելի լավը կլինեմ։ Խոստանում եմ, որ ավելի լավը կլինեմ։ Տիկին Հասմիկը արցունքներն աչքերին իր դողացող ձեռքերով բռնեց որդու դեմքը։ Որդիս, դու վերադարձար։ Դա է կարորը։ Դու վերադարձար։ Բայց կար մի վերջին բան, որը պետք էր լուծել։ Էդմոնը շրջվեց դեպի Մարիամը։ Դու փրկեցիր մորս։ Երբ ես ձախողվեցի, երբ ես բացակայեցի, երբ աչքերս փակեցի կատարվածի առաջ, դու մնացիր։ Դու պաշտպանեցիր նրան։ Ինչպես կարող եմ քեզ շնորհակալություն հայտնել դրա համար։ Մարիամը օրորեց գլուխը։ Պետք չէ շնորհակալություն հայտնել, պարոն Էդմոն։ Ես արեցի այն, ինչ ցանկացած պարկեշտ մարդ կաներ։ Ոչ։ Նրա ձայնը հաստատուն էր։ Շատերը չէին անի։ Շատերը կընտրեին լռությունը, աշխատանքի ապահովությունը, բախումից վախը։ Բայց դու ընտրեցիր ճիշտը, նույնիսկ վտանգելով ամեն ինչ։ Եվ ես դա երբեք չեմ մոռանա։ Այդ ժամանակ Էդմոնը մի բան հիշեց։ Կարինեն այստեղից փաստաթղթեր է տարել, դու ասացիր։ Մարիամ, գիտես, թե նա որտեղ է դրանք պահել։ Ոչ, բայց նա ակնարկել էր, որ պետք է վերակազմակերպի տիկին Հասմիկի ֆինանսները։ Գուցե ինչ-որ բան այստեղ թողած լինի։ Նրանք սկսեցին փնտրել։ Նախ հյուրասենյակում, հետո աշխատասենյակում։ Տիկին Հասմիկն էր, որ դեռ թույլ, բայց օգնելու ցանկությամբ լի, հիշեց։ Պահարանը։ Նա միշտ իրեր էր պահում հյուրասենյակի պահարանում։ Ասում էր, որ այնտեղ ոչ ոք չի նայում։ Էդմոնը բացեց պահարանը, հին ծածկոցների տակ թաքցված մի տուփ գտավ։ Դրա ներսում փաստաթղթեր էին, որոնք բացահայտում էին շատ ավելին, քան նրանք սպասում էին։ Ժամկետանց դեղատոմսերով դեղեր, որոնք երբեք չէին թարմացվել, բժշկական հետազոտությունների արդյունքներ, որոնք պետք է հանձնվեին Էդմոնին, բայց կասեցվել էին Կարինեի կողմից, մի փաստաթուղթ, որից Էդմոնի արյունը սառեց։ Ծերանոց ընդունվելու դիմումի ձաթուղթ, արդեն մասնակիորեն լրացված տիկին Հասմիկի տվյալներով, թվագրված 3 ամիս առաջ։ Նա սա վաղուց էր պլանավորել։ Էդմոնը թղթերը պահում էր դողացող ձեռքերով։ Մինչ ես վստահում էի նրան, մինչ կարծում էի, թե մորս հուսալի ձեռքերում եմ թողնում, նա համակարգված կերպով հիմքեր էր ստեղծում նրան այստեղից հեռացնելու համար։ Մարիամը նայեց փաստաթղթերին սրտխառնոց զգաց։ Դա ավելի վատ էր, քան նա պատկերացնում էր։ Դա պարզապես պահի դաժանություն չէր, դա պլանավորված, հաշվարկված անտեսում էր, իրականացված կամաց-կամաց, որպեսզի ոչ ոք չնկատեր, մինչ շատ ուշ լիներ։ Բայց տուփի մեջ մեկ բան կար։ Տիկին Հասմիկի կտակի պատճենը, Կարինեի կողմից արված նշումներով լուսանցքներում գրված մեկնաբանություններով։ Եվ մի կոնկրետ կետ շրջանակված էր կարմիրով։ Այն կետը, որը սահմանում էր, որ Մարիամը պետք է մնա որպես տիկին Հասմիկի խնամող ցանկացած հանգամանքում, մի պաշտպանություն, որը հենց տարեց կին ներգաղթի ներառել ամիսներ առաջ, ասես կանխազգալով, որ մի օր անվերապահորեն վստահելի մեկի կարիք կունենա։ Կարինեի հեռանալուն հաջորդող օրերը նման էին երկարատ մղձավանջից արթնանալուն։ Պենթհաուսը, որն այդքան երկար ժամանակ թվում էր ոսկե բանտ, որտեղ վախը անտեսանելիորեն կախված էր պատերի մեջ, սկսեց դանդաղորեն նորից տուն դառնալ։ Բայց վերականգնումը ոչ արագ էր լինելու, ոչ էլ պարզ։ Հոգեբանական վերքերը ժամանակ են պահանջում բուժվելու համար, տիկին Հասմիկը կրում էր խորը հետքեր, որոնք ավելին էին, քան որևէ կարող էր բուժել։ Էդմոնը չեղարկեց իր բոլոր ճամփորդություններն ու պարտավորությունները հաջորդ 2 ամիսների համար։
Տարիների ընթացքում առաջին անգամ նա ընտանիքը վեր դասեց գործից, պատասխանատվությունները պատվիրակելով վստահելի գործընկերներին օգտագործելով տեխնոլոգիաները հեռավար հանդիպումներին մասնակցելու համար։ Նրա առավոտներն այժմ սկսվում էին ոչ թե ներդրողների հրատապ զանգերով, այլ պատշգամբում մոր հետ սուրճ խմելով, լսելով պատմություններ, որոնք նա հասկացավ, որ չափազանց երկար ժամանակ անտեսել էր։ Նրա աչքերում մշտական մեղքի զգացում կար, մի բեռ, որը Մարիամը գիտեր, որ նա տարիներ կպահանջի լիովին մշակելու համար։ Տիկին Հասմիկն իր հերթին տատանվում էր զարմանալի բանականության պահերի հուզական շփոթության դրվագների միջ։ Երբեմն նա արթնանում էր գիշերվա կեսին, վախեցած, դողացող ձայնով կանչելով Մարիամին, համոզված լինելով, որ Կարինեն վերադարձել է։ Այլ ժամանակներում նա ժամերով լուռ նստում էր, նայելով դատարկությանը, կորած մտքերի մեջ, որոնք նա չէր կարողանում կամ չէր ուզում կիսել։ Մարիամը միշտ մոտ էր մնում, որպես մշտական հանգստացնող ներկայություն, բռնելով նրա ձեռքը, երբ դողը վերադառնում էր, շնջալով մեղմ խոսքեր, երբ մղձավանջները այցելում էին նրան։ Կարինեին վռնդելուց մեկ շաբաթ անց տեղի ունեցավ առաջին անսպասելի զարգացումը։ Էդմոնն աշխատասենյակում թղթերն էր դասավորում, երբ ստացավ մի զանգ, որը նրան տեսանելիորեն հունից հանեց։ Ռուբենն էր, նրա կրտսեր եղբայրը, ում հետ նա չէր խոսել գրեթե 5 տարի։ Նրանց հարաբերությունները վատացել էին այն բանից հետո, երբ Ռուբենը հրապարակավ կասկածի տակ էր դրել Էդմոնի որոշ գործարար որոշումներ, մեղադրելով նրան փողով այնքան տարված լինելու մեջ, որ մոռացել էր այն արժեքները, որոնք ծնողները փորձել էին սովորեցնել։ Հաջորդած վեճն այնքան սուր էր եղել, որ եղբայրները խզել էին կապը, հանդիպելով միայն պարտադիր օրերին, ինչպես ամանորը, որտեղ փոխանակում էին սառը հեռավոր բառներ։ Էդմոնը հեռախոսը դրեց բարձրախոսի վրա, Մարիամը, ով հարան սենյակում էր, կարողացավ լսել Ռուբենի ձայնը։ Այն նման էր եղբոր ձայնին, բայց լցված էր այլ ուշքնությամբ, ավելի անկեղծ, ավելի ուղիղ։ Էդմոն, այսօր մի տարօրինակ զանգ ստացա։ Ինչ-որ մեկն ինձ պատմեց մայրիկի քո կնոջ հետ կապված խնդիրների մասին։ Կամ ավելի շուտ, նախկին կնոջդ, որքանով հասկացա։ Ճիշտ է։ Էդմոնը խորը շունչ քաշեց պատասխանելուց առաջ։ Ճիշտ է։ Կարինեն վատ էր վերաբերվում մորը։ Ես ճամփորդության մեջ էի, չտեսա նշանները, երբ վերադարձա, գրեթե շատ ուշ էր։ Գծի մյուս ծայրում երկար դադար եղավ։ Ես քեզ զգուշացրել էի նրա մասին, Էդմոն։ Հիշում ես։ Ձեր հարսանիքին ես քեզ ասացի, որ այդ կնոջ մեջ ինչ-որ բան այն չէ։ Բայց դու չուզեցիր լսել։ Ասացիր, որ ես նախանձում եմ, որ նախանձում եմ քո հաջողությանը։ Գիտեմ։ Էդմոնի ձայնը լի էր զղջումով։ Դու ճիշտ էիր։ Նրա հարցում, իմ հարցում, ամեն ինչում։ Ես դարձա հենց այն, ինչ դու ասացիր, որ կդառնամ։ Մի հարուստ միայնակ տղամարդ, ով մոռացել է այն, ինչն իրոք կարևոր է։ Մեկ այլ լռություն։ Հետո Ռուբենը նորից խոսեց, այս անգամ նրա ձայնն ավելի մեղմ էր։ Ես վերադառնում եմ Երան։ Պետք է տեսնեմ մայրիկին։ Եվ մենք պետք է խոսենք, դու ես։ Շատ բաների մասին։ Երբ Ռուբենը եկավ 2 օր անց, Մարիամն անմիջապես տեսավ նմանությունն ու տարբերությունը եղբայրների միջ։ Ռուբենը մի փոքր ավելի ցածրահասակ էր Էդմոնից, մորուք էր կրում ուներ ավելի առօրյա ոճ, ջինս վերնաշապիկ եղբոր անթերի կոստյումի փոխարեն։ Բայց աչքերի մեջ էր, որ տարբերությունն ամենացայտունն էր։ Այնտեղ, որտեղ Էդմոնը կրում էր մեղքի զգացում հոգնածություն, Ռուբենը բերում էր բոցավառ ուշքնություն, արդարության հանդեպ կիրք, որը նա երբեք չէր կորցրել, չնայած հիասթափություններին։ Նա գրկեց տիկին Հասմիկին այնպիսի ջերմությամբ, որը արցունքներ բերեց տարեց կնոջ աչքերին։ Մայրիկ, ներիր ինձ հեռու մնալու համար։ Ես բարկացած էի Էդմոնի վրա, բայց արդյունքում քեզ էլ պատժեցի։ Դա անարդար էր։ Տիկին Հասմիկը իր ձեռքերով բռնեց կրտսեր որդու դեմքը։ Իմ տղա։ Դու հիմա այստեղ ես։ Երկուստ էլ այստեղ եք։ Դա է միակ բանը, որ կարևոր է։ Բայց Ռուբենը չէր եկել միայն հաշտվելու համար։ Նա բերել էր տեղեկություններ, որոնք փոխեցին ամեն ինչի հեռանկարը։ Որպես ընտանեկան իրավունքի խոցելի խմբերի պաշտպանության ոլորտում մասնագիտացած փաստաբան, նա ուսումնասիրել էր Կարինեի անցյալը, հենց լսել էր կատարվածի մասին։ Եվ այն, ինչ նա հայտնաբերել էր, տագնապալի էր։ Էդմոն, Կարինեն սրա մեջ սկսնակ չէ։ Ռուբենը փաստաթղթերը փռեց հյուրասենյակի սեղանին։ Նա ունի գործելաոճ։
Նախքան քեզ հետ ամուսնանալը, նա 2 անգամ ամուսնացած է եղել։ 2 ամուսիններն էլ ավելի տարեց տղամարդիկ էին, այրիներ, ովքեր ունեին ծեր ծնողներ։ 2 դեպքում էլ տարեցները ի վերջո տեղավորվել են հաստատություններում, իսկ Կարինեն ստացել է ժառանգության զգալի մասը ռազմավարականորեն պլանավորված ամուսնալուծության համաձայնագրերի միջոցով։ Էդմոնը գունատվեց։ Դու ասում ես, որ նա ինձ ընտրել է հատուկ այն պատճառով, որ ես ծեր մայր ունեմ։ Ես ասում եմ, որ նա ունի գործելաոճ modus operandi, ամուսնանալ հաջողակ տղամարդկանց հետ, ովքեր անտեսում են իրենց ընտանիքները, շահել վստահությունը, մեկուսացնել տարեցներին, ստեղծել իրավիճակներ, որոնք արդարացնում են նրանց հաստատություն տեղավորելը, հետո շահույթ ստանալ դրանից։ Դա հաշվարկված է, մանրակրկիտ, որ ավելի վատ է, տեխնիկապես օրինական շատ դեպքերում։ Մարիամը, լսելով այդ ամենը, սարսուռ զգաց։ Տիկին Հասմիկը ճիշտ էր ամբողջ ժամանակ։ Դա պարանոյա չէր, դա մտավոր շփոթություն չէր։ Դա գիշաճի դեմ գոյատման բնազդն էր։ Այդ ժամանակ մի պատվիրված նամակ եկավ։ Այն անանուն էր, բայց բովանդակությունը պայթյունավտանգ էր։ Մի կին, Անուշ անունով, ով 2 տարի առաջ աշխատել էր որպես տիկին Հասմիկի խնամող, մանրամասն գրում էր այն մասին, թե ինչպես է Կարինեն իր վրա ճնշում գործադրել, անտեսելու տարեց կնոջ որոշ կարիքներ, կեղծ տեղեկություններ հաղորդելու նրա մտավոր վիճակի մասին մասնակցելու այն պատմության ստեղծմանը, թե տիկին Հասմիկը կորցնում է ինքն իրեն խնամելու ունակությունը։ Երբ Անուշը հրաժարվել էր սպառնացել պատմել Էդմոնին, նրան աշխատանքից հեռացրել էին գողության կեղծ մեղադրանքներով։ Նա լռել էր վրեժխնդրության վախից, բայց լսելով լուրերը, որ Կարինեն վերջապես բացահայտվել է, քաջություն էր գտել խոսելու։ Էդմոնը բարձրաձայն կարդաց նամակը, յուրաքանչյուր պարբերության հետ նրա արտահայտությունն ավելի մռայլ էր դառնում։ Երբ ավարտեց, նայեց մորը արցունքոտ աչքերով։ Քանի՞ հոգի են փորձել ինձ զգուշացնել։ Քանի՞ նշան եմ ես անտեսել։ Ռուբենը ձեռքը դրեց եղբոր ուսին։ Հիմա կարևորն այն է, թե ինչ ես անելու այսուհետ։ Եվ ես առաջարկում եմ պատրաստվել։ Որովհետև Կարինեն հեշտությամբ չի ընդունի այս պարտությունը։ Նա ճիշտ էր։ 1 շաբաթ անց Կարինեի փաստաբանները կապ հաստատեցին։ Նա զրպարտության հայց էր ներկայացրել Էդմոնի Մարիամի դեմ, պնդելով, որ նրանք դավադրություն են կազմակերպել իր հեղինակությունը կեղծ մեղադրանքներով կործանելու համար։ Նա պահանջում էր զգալի ֆինանսական փոխհատուցում ամուսնական գույքի կեսը, ներառյալ տիկին Հասմիկի ապագա ժառանգության մի տոկոսը, հիմնվելով նախամուսնական պայմանագրի կետերի վրա, որոնք նա հմտորեն մանիպուլյացիայի էր ենթարկել տարիներ առաջ։ Դատական պայքարը ամիսներ կտեր, բացատրեց Ռուբենը, բայց նրանք ունեին մի բան, որին Կարինեն չէր սպասում։ Կոնկրետ ապացույցներ։ Թաքցված փաստաթղթերը, Անուշի վկայությունը, այժմ նա նախորդ ամուսնությունների վարքագծի օրինաչափությունը։ Բացի այդ, Ռուբենին հաջողվել էր կապ հաստատել Կարինեի նախկին զկեսուրներից մեկի հետ, մի 80-ամյա տիկնոջ, ով դեռս վնասված էր այդ փորձառությունից պատրաստ էր ցուցմունք տալ։ Մինչ իրավական հարցերը զարգանում էին, Պենթհաուսի կյանքը սկսեց նոր ռիթմ գտնել։ Էդմոնը վարձեց հոգեբանական տրավմաների գծով մասնագիտացած թերապևտ, տիկին Հասմիկի հետ աշխատելու համար։ Սեանսները դժվար էին, հաճախ տարեց կնոջը հուզականորեն հյուծված էին թողնում, բայց կամաց-կամաց նա սկսեց մշակել այն, ինչ ապրել էր, անվանել այն վախերը, որոնք նախկինում չափազանց մեծ էին բարձրաձայնելու համար։ Մարիամը մասնակցում էր այդ սեանսներից մի քանիսին, տիկին Հասմիկի խնդրանքով։ Եվ հենց դրանցից մեկի ժամանակ թերապևտը մի կարևոր դիտարկում արեց։ Տիկին Հասմիկը չէր տառապում միայն Կարինեի հետ կապված վերջին տրավմայից։ Նա կրում էր տարիների կուտակված միայնությունը, որդու համար բեռ լինելու զգացումը, այն համոզմունքը, որ իր արժեքը նվազել էր տարիքի հետ։ Կարինեն պարզապես օգտագործել էր արդեն իսկ գոյություն ունեցող վերքերը։ Էդմոնը, ներկա լինելով այդ կոնկրետ սեանսին, ստիպված եղավ կեսից դուրս գալ սենյակից, ինքն իրեն հավաքելու համար։ Երբ վերադարձավ, նրա աչքերը կարմրած էին։ Ես տարիներ եմ անցկացրել կայսրություն կառուցելով, միլիոնավոր դոլարների գործարքներ փակելով, գործարար ամսագրերում ճանաչում ստանալով։ Բայց ես ձախողվել եմ միակ բանում, որն իրոք կարևոր էր։ Մորս սիրված արժորված զգալ տալու հարցում։ Շատ ուշ չէ, թերապևտը մեղմորեն ասաց։ Զղջումն օգտակար է միայն այն դեպքում, եթե այն բերում է փոփոխության։ Եվ Էդմոնը փոխվեց։ Ոչ մեկ օրում, բայց հետողականորեն, օր-օրի։ Նա վերակազմակերպեց իր ողջ կյանքը, հրաժարվելով վերադառնալ նախկին խենթ ռիթմին։
Սկսեց ամեն օր ճաշել մոր հետ, լսել նրա հին երազանքների մասին, այն մասին, թե ինչ նա կցանկանար անել այն ժամանակի հետ, որը դեռ ուներ։ Եվ միասին նրանք սկսեցին ցուցակներ կազմել։ Վայրեր, որոնք նա ուզում էր այցելել, բաղադրատոմսեր, որոնք ուզում էր նորից սովորել պատրաստել, գրքեր, որոնք ուզում էր կարդալ։ Էդմոնի Ռուբենի հարաբերությունները նույնպես աստիճանաբար բուժվեցին։ Նրանք երկար գիշերներ էին անցկացնում խոսելով, երբեմն վիճելով, բայց միշտ անկեղծությամբ։ Ռուբենն օգնեց Էդմոնին տեսնել, թե ինչպես է ֆինանսական հաջողության հետապնդումը դարձել փախուստ հուզական խոցելիությունից։ Էդմոնն օգնեց Ռուբենին հասկանալ, որ ոչ բոլոր հաջողություններն էին դատարկ, որ հնարավոր էր ունենալ երկուսն էլ, մասնագիտական իրացում նշանակալի մարդկային կապեր։ Այդ զրույցների գիշերներից մեկի ժամանակ, երբ երկուսն էլ արդեն մի քանի բաժակ գինի էին խմել, պաշտպանական պատնեշները ցածր էին, Ռուբենը վերջապես բացեց իր սիրտը մի բանի մասին, որը նրան տանջում էր տարիներ շարունակ։ Էդմոն, ես պետք է քեզ մի բան ասեմ, որը երբեք քաջություն չեմ ունեցել ասելու։ Երբ հայրիկը մահացավ, ես այնքան կորած էի, այնքան վախեցած։ Դու ավագն էիր, ուժեղը, նա, ով ամեն ինչ ստանձնեց առանց վարանելու։ Ես քեզ այնքան էի հիանում դրա համար, բայց նա մի քիչ ատում էի։ Որովհետև դու թվում էր, թե ոչ մեկի կարիքը չունես, թուլություն ցույց չէիր տալիս, մինչդեռ ես ներսից փշրվում էի։ Էդմոնը զարմանքով նայեց եղբորը։ Ես նույնպես փշրվում էի, Ռուբեն։ Տարբերությունն այն է, որ ես սովորել էի դա լավ թաքցնել։ Ինչ-որ մեկը պետք է ամեն ինչ պահեր աշխատանքային վիճակում, ընկերությունը ոտքի վրա պահեր, հոգար հաշիվների մասին։ Այնպես որ, ես կուլ տվեցի իմ ցավը առաջ գնացի։ Բայց դա ինձ վրա թանկ նստեց։ Խլեց իմ զգալու, կապվելու ունակությունը։ Ես դարձա մի արդյունավետ, բայց դատարկ մեքենա։ Եղբայրները գրկախառնվեցին այդ գիշեր, միասին լաց լինելով առաջին անգամ հոր թաղումից հետո, որը 15 տարի առաջ էր։ Ասես մի պատ, որը տասնամյակների ընթացքում քար առ քար կառուցվել էր, վերջապես փլվեց, թույլ տալով նրանց նորից լինել պարզապես երկու եղբայր, ովքեր սիրում էին միմյանց, ովքեր կորցրել էին ճանապարհը, բայց հիմա հնարավորություն ունեին վերակառուցելու ինչ-որ իրական բան։ Տիկին Հասմիկը, ականատես լինելով այդ հաշտությանը, զգաց, որ իր ներսում նույնպես ինչ-որ բան բուժվեց։ Տարիներ շարունակ նա կրել էր այն մեղքի զգացումը, որ չէր կարողացել որդիներին միասնական պահել ամուսնու մահից հետո։ Հիմա, տեսնելով նրանց կողք կողքի նստած պատշգամբում, ծիծաղելով հին հիշողությունների վրա միասին ապագան պլանավորելով, նա հասկացավ, որ երբեմն ընտանիքները պետք է լիովին կոտրվեն, որպեսզի կարողանան վերակառուցվել ավելի ուժեղ անկեղծ ձով։ Իսկ Մարիամը, այդ ամենի կենտրոնում, մնաց որպես այն խարիսխը, որը միավորում էր ընտանիքը։ Տիկին Հասմիկը պնդել էր, որ կտակը պաշտոնապես թարմացվի, ներառելով հստակ դրույթներ, որոնք երաշխավորում էին ոչ միայն այն, որ Մարիամը կմնա որպես իր խնամող ցանկացած հանգամանքում, այլ որ նրան կվերաբերվեն որպես ընտանիքի անդամի բոլոր առումներով։ Էդմոնն ավելի հեռուն գնաց, Մարիամին առաջարկելով աշխատավարձի զգալի բարձրացում, բնակարանում ավելի մեծ հարմարավետ սենյակ խոստում, որ նա այլս երբեք ստիպված չի լինի վախենալ իր դիրքի կամ անվտանգության համար։ Բայց Մարիամի համար իրական վարձատրությունը փողի մեջ չէր։ Այն տիկին Հասմիկի հետ պատշգամբում անցկացրած լուռ պահերի մեջ էր, երբ տարեց կինը բռնում էր նրա ձեռքը ասում. Դու ինձ փրկեցիր։ Այն անկեղծ ժպիտների մեջ էր, որոնք սկսեցին վերադառնալ նախկինում այդքան տխուր դեմքին։ Այն գիտակցության մեջ էր, որ ինքը ճիշտ ընտրություն էր կատարել, նույնիսկ երբ դա անհնար էր թվում։ Կատարվածից 6 ամիս անց կյանքը նոր հավասարակշռություն էր գտել։ Կարինեի դեմ դատական գործը առաջ էր գնում, Ռուբենի փաստաբանները վստահ էին, որ նա ոչ միայն կպարտվի, այլ կկրի իրավական հետանքներ անտեսման հոգեբանական բռնության համար։ Նրա նախկին ամուսնությունների սկեսուրները միասնական ճակատ էին կազմել, կիսվելով իրենց պատմություններով ստեղծելով մի գործ, որն անհնար էր անտեսել։ Տիկին Հասմիկը, թե դեռ կրում էր հուզական սպիներ, տեսանելիորեն ավելի լավ էր։ Նրա ժպիտը վերադարձավ, ձայնը նորից ուժ ստացավ, նա սկսեց մասնակցել միջոցառումների, որոնք թողել էր, ինչպես իր ընթերցանության ակումբը ջրաներկով նկարչության դասերը։ Էդմոնը վարձեց մի ֆիզիոթերապևտ, ով գալիս է շաբաթական 3 անգամ, ֆիզիկական բարելավումը հետեց հուզական վերականգնմանը։ Բայց թերս ամենանշանակալի փոփոխությունը նրանց միմյանց հետ հարաբերվելու ձի մեջ էր։ Դա այլևս դիսֆունկցիոնալ ընտանիք չէր, միավորված միայն պարտավորությամբ մեղքի զգացումով։ Դա մի ընտանիք էր, որն առերեսվել էր իր ամենամութ կողմին, ակտիվորեն ընտրել էր այլ կերպ վարվել։
Էդմոնը սովորեց ոչ ասել աշխատանքին, երբ իր ներկայությունն անհրաժեշտ էր տանը։ Ռուբենը սկսեց կանոնավոր այցելել, իր հետ բերելով մի թեթություն, որի մասին բոլորը մոռացել էին, որ հնարավոր է։ Իսկ Մարիամը, ով այդ տուն էր եկել որպես սպասուհի, հիմա վերաբերվում սիրվում էր որպես դուստր։ Կիրակի օրվա մի կեսօր, ամեն ինչ սկսվելուց գրեթե 1 տարի անց, նրանք բոլորը հավաքված էին պատշգամբում։ Էդմոնը խորոված էր պատրաստել մի բան, որը նա սովորաբար անում էր, երբ ավելի երիտասարդ էր, բայց թողել էր կորպորատիվ կյանքի վազքի մեջ։ Ռուբենը կիթառ էր նվագում, մի գործիք, որը սովորել էր պատանեկության տարիներին վերջերս նորից բացահայտել։ Տիկին Հասմիկը նստած էր ամենահարմարավետ աթոռին, ծածկոցը ծնկներին, չնայած շոգին, ժպտալով հետում էր իր որդիներին։ Մարիամը բերեց իր պատրաստած լիմոնադի սափորը, երբ նստեց, տիկին Հասմիկը բռնեց նրա ձեռքը։ Գիտես, Մարիամ, երբեմն մտածում եմ, որ ամեն ինչ պատահեց ինչ-որ պատճառով։ Եթե չլիներ Կարինեն, որքան էլ դա սարսափելի էր, Էդմոնը երբեք չէր արթնանա։ Ռուբենը երբեք չէր վերադառնա։ Եվ դու երբեք չէիր դառնա այս ընտանիքի մասն այնպես, ինչպես հիմա ես։ Մարիամը սեղմեց նրա ձեռքը, զգալով, որ արցունքները պատրաստ են հորթելու, բայց դրանք վերահսկողության տակ պահեց։ Չգիտեմ, հավատում եմ արդյոք, որ վատ բաները պատահում են ինչ-որ պատճառով, տիկին Հասմիկ։ Բայց հավատում եմ, որ մենք կարող ենք ընտրել, ինչ անել դրանց հետ։ Եվ դուք ընտրեցիք սերը։ Ընտրեցիք փոփոխությունը։ Դա է կարևորը։ Էդմոնը բարձրացրեց իր բաժակը։ Մի գնաց։ Երկրորդ հնարավորությունների համար։ Անկատար ընտանիքների համար, ովքեր ընտրում են ավելի լավը դառնալ։ Եվ Մարիամի պես քաջ մարդկանց համար, ովքեր մեզ հիշեցնում են, թե ինչ է իրականում նշանակում ինչ-որ մեկին պաշտպանելը։ Բոլորը բարձրացրին իրենց բաժակները այդ պահին, երբ Արը մայր էր մտնում երանի վրա, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով, Մարիամը զգաց մի բան, որը վաղուց չէր զգացել։ Բացարձակ համոզմունք, որ ինքը հենց այնտեղ է, որտեղ պետք է լինի։ Կարինեի հեռանալուն հաջորդող ամիսները բերեցին դատական գործի ավարտը։ Նա մեղավոր ճանաչվեց հուզական անտեսման հոգեբանական բռնության մեջ։ Կորցրեց Էդմոնի ժառանգության նկատմամբ բոլոր իրավունքները, դատապարտվեց զգալի փոխհատուցում վճարելու ոչ միայն տիկին Հասմիկին, այլ իր նախորդ ամուսնությունների զոհերին։ Բացի այդ, նա ներառվեց այն անձանց ցուցակում, ում արգելված է աշխատել տարեցների կամ խոցելի անձանց հետ։ Ռուբենը, ով գործը վարում էր անդադար կրքով, այդ հաղթանակը վերածեց ավելի մեծ նպատակի, սկսելով աշխատել օրենսդրության վրա, տարեցներին հոգեբանական բռնություններից ավելի լավ պաշտպանելու համար, որոնք ֆիզիկական հետքեր չեն թողնում, բայց կործանում են կյանքեր։ Տիկին Հասմիկը փոխհատուցման մի մասն օգտագործեց մի հիմնադրամ ստեղծելու համար, որն օգնում էր տնային աշխատողներին բարձրաձայնել բռնությունների մասին, առանց վրեժխնդրության վախի։ Հիմնադրամը կրում էր Մարիամի անունը, մի բան, որը երիտասարդ կինը փորձեց մերժել, բայց ի վերջո ընդունեց, երբ հասկացավ, թե որքան էր դա նշանակում տարեց կնոջ համար, կարողանալ իր ցավը վերածել մի բանի, որը կօգներ ուրիշներին։ Էդմոնը երբեք լիովին չվերադարձավ նախկին խենթ ռիթմին։ Նա սովորեց պատվիրակել, վստահել իր թիմին հասկանալ, որ ներկա լինելն ավելի կարևոր է, քան գագաթին լինելը։ Նրա հարաբերությունները մոր հետ ծաղկեցին այնպիսի ձևով, որոնք նա երբեք հնարավոր չէր համարել։ Նրանք միասին ճամփորդեցին, այցելեցին վայրեր, որոնք նա միշտ ուզում էր տեսնել, Էդմոնը բացահայտեց, որ աշխարհը նրա աչքերով տեսնելը անվերջ ավելի հաճելի է, քան ցանկացած կորպորատիվ նվաճում։ Իսկ Մարիամը մնաց ոչ թե որպես սպասուհի, այլ որպես այդ վերակառուցված ընտանիքի անբաժանելի մասը։ Նա իր ծնողներին Գորիսից բերեց հյուր, տիկին Հասմիկը նրանց ընդունեց անկեղծ ջերմությամբ, պնդելով, որ նրանք մնան բնակարանում վերաբերվելով նրանց որպես հարազատների։ Տունը, որը նախկինում դատարկ հարստության լուր դամբարան էր, վերածվեց ծիծաղով լի մի օջախի, որտեղ Էդմոնի Ռուբենի մեջ ֆուտբոլի շուրջ բուռն քննարկումներ էին լինում, խոհարարության դասեր, որտեղ տիկին Հասմիկը Մարիամին հին բաղադրատոմսեր էր սովորեցնում։ Կիրակնօրյա կեսօրներ, երբ ընտանիքը հավաքվում էր ոչ թե պարտավորությունից դրդված, այլ սեփական ընտրությամբ։ Մարիամի համար այդ փոփոխությունն ուներ էլ ավելի խորը իմաստ։ Նա երան էր եկել 28 տարեկանում, վախեցած անապահով, ձեռքին միայն մի ճամպրուկ ավելի լավ կյանք կառուցելու երազանք։ Աշխատել էր 3 տարբեր տներում նախքան Ավետիսյանների տուն հասնելը, միշտ վերաբերվելով անտարբերությամբ, միշտ անտեսանելի, միշտ պարզապես տնային մեխանիզմի մի մասնիկ։ Եղել էին պահեր, երբ նա գրեթե հանձնվել էր, գրեթե վերադարձել էր Գորիս, ընդունելով, որ գուցե ինքը ստեղծված չէ մեծ քաղաքի համար։
Բայց տիկին Հասմիկը նրան իրոք տեսել էր։ Ոչ թե որպես ֆունկցիա, այլ որպես մարդ։ Եվ երբ եկավ պահը ընտրելու սեփական անվտանգության ճիշտ վարվելու միջ, Մարիամը իր մեջ հայտնաբերեց մի քաջություն, որի մասին չգիտեր։ Կարինեի տիկին Հասմիկի միջ կանգնելու այդ որոշումը չփոխեց միայն տարեց կնոջ կյանքը։ Այն փոխեց նա իր կյանքը։ Նա ինքն իրեն ապացուցեց, որ ավելին արժի, քան միշտ կարծել էր, որ իր ձայնն ուժ ունի, որ իր ներկայությունը կարևոր է։ Տարիներ անց, երբ տիկին Հասմիկը վերջապես խաղաղությամբ հեռացավ կյանքից 82 տարեկանում, շրջապատված բոլոր նրանցով, ում սիրում էր, նա վերջին անգամ բռնեց Մարիամի ձեռքը շշնջաց. «Դու այն դուստրն էիր, որին ես ստացա, երբ դրա կարիքն ամենաշատն ունեի։ Շնորհակալ եմ քաջ լինելու համար, երբ ես չէի կարողանում»։ Նրա աչքերը, նույնիսկ ծերացած հոգնած, փայլում էին մի խաղաղությամբ, որը գալիս է միայն նրանց, ովքեր ապրել են սիրված պաշտպանված մինչ վերջին շունչը։ Եվ Մարիամը, արցունքներն աչքերին, շշնջաց ի պատասխան. «Շնորհակալ եմ ինձ սովորեցնելու համար, որ ընտանիքը միայն արյունը չէ։ Դա ընտրություն է։ Դա սեր է։ Դա փոխադարձ պաշտպանություն է»։ Տիկին Հասմիկի, Էդմոնի, Ռուբենի, Մարիամի պատմությունը հայտնի դարձավ Երանի այդ պենթհաուսի սահմաններից շատ հեռու։ Այն կիսվեց տարեցների աջակցության խմբերում, օգտագործվեց որպես օրինակ խոցելի խմբերի իրավունքների վերաբերյալ սեմինարներում, ոգեշնչեց ուրիշներին քաջություն ունենալ բարձրաձայնելու բռնությունների մասին, որոնք նախկինում անհնար էր թվում առերեսվել։ Որովհետև ի վերջո դա պարզապես մի քաջ սպասուհու պատմություն չէր, ով պաշտպանեց անպաշտպան տարեց կնոջը։ Դա պատմություն էր այն մասին, թե ինչպես սերը, նույնիսկ երբ փորձվում է ծայրահեղ ձով, կարող է հաղթել։ Դա երկրորդ հնարավորությունների մասին էր, ընտանիքների մասին, որոնք ընտրում են վերակառուցվել, այն ուժի մասին, որը մենք գտնում ենք, երբ որոշում ենք պաշտպանել նրանց, ովքեր չեն կարող պաշտպանել իրենք իրենց։ Եվ ամեն ինչից վեր, դա հիշեցում էր, որ երբեմն սենյակում ամենաանտեսանելի մարդը միակն է, ով ունի բավարար քաջություն ճիշտն անելու համար, նույնիսկ երբ գինը չափազանց բարձր է թվում վճարելու համար։ Պատմության ավարտ սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ տիկին Հասմիկի, Էդմոնի, Մարիամի պատմությունը խորապես դիպավ ձեր սրտին։ Եթե դուք հուզվեցիք քաջության, սիրո ընտանեկան վերակառուցման այս ճանապարհով, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն ամենաշատը ձեզ տպավորեց այս պատմության մեջ։ Ամեն օր մենք բերում ենք նմանատիպ ուժեղ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, հիշեցնում մեզ, որ նույնիսկ ամենամութ պահերին հույսի արժանապատվության լույսը կարող է հաղթել։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։